Նիստը հայտարարում են բացված։ Հակակոռուպցիոն դատարանը նախագահության Դրմյանի, քարտուղարության Թորոսյանի 2026 թվականի մարտի 16-ին դռնբաց նախնական դատական նիստում շարունակում է թիվ ՀԿԴ 00650224 գործի քննությունը։ Նիստերի քարտուղարին խնդրում զեկուցել ովքեր են ներկայացել։ Նախագահի դատարան նախնական դատական նիստին ներկայացել են այսօր կրթական դատախազության ներկայացուցիչներ Դավիթ Մեգելյանով, Կարլեն Աթինյանը, պատասխանող Արմեն Սաքաբետոյանը, պատասխանողներ Արմեն Սաքաբետոյանի, Մարիանա Մկրտչյանի և Հայկ Սաքաբետոյանի ներկայացուցիչ Հարազատ Ասատրյանը։ Ներկայացել են նաև իրավաբանների թղթակից Վարդան Մանուչարյանը, ներկայացել են աբանական միջնորդություն դեսանատարանի դատական նիստը։ Շնորհակալություն։ Դատարան է փոխանցվել Վարդան Մանուչարյանի անվանակարտը, որը ստուգվեց, վերադարձվում է։ Նախ քննարկում ենք լրատվամիջոցի միջնորդությունը, հայցվորի ներկայացուցիչները տալիս են իրենց Նախ լրատվամիջոցի միջնորդությանը նաև դատարանը իր թույլտվությունն է տալիս եւ միջնորդությունը բավարարվում է, պարոն Մանուչարյան, շատ կարճ անդրադարձ ուրեմն նկատի ունենալով կողմեր ներկա են, այսինքն դատավարության մասնակից բացակայ չունենք, պարոն Հարությունյանը մոտենալու է, թե ոչ շատ կարճ անդրադարձ մինչև հայցի պարզման ուղղված հարցերի քննարկումը շարունակելը, նախորդ դատական նիստը անցկացվել էր դռնփակ եւ դատարանի որոշման հետ կապված արվել է հրապարակում նույն լրատվամիջոցի կողմից, դրան դատարանը ամեն դեպքում ցանկանում է անդրադառնալ, կարծես թե լրատվամիջոցը ակնկալում էր հանրության եւ իր համար ավելի պարզ եւ հասկանալի դատական ակտի կայացում եւ դա նկատի ունենալով դատարանը պարզապես անհրաժեշտ է համարում հայտարարության կարգով հանդես գալ, ուրեմն տեսեք արդարադատության շահի պաշտպանության նպատակով էր ուրեմն գործի քննությունը կոնկրետ դատական նիստով դռնփակ իրականացվել, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախորդ դատական նիստին լրատվամիջոցի նաև այլ նկարահանողի ակտիվ մասնակցության պայմաններում դատարանը նկատել էր դատավարության մասնակիցների ուրեմն վարքագծի մեջ որոշակի այսպես դրվագներ, որոնք դատարանի համոզմամբ կամ կասկածով պայմանավորված էին հենց լուսաբանման փաստով եւ ուրեմն վարքագծում արհեստական ոչ բնական ուրեմն այդ դրվագների կապակցությամբ դատարանը գտավ, որ անհրաժեշտ է սահմանափակել որոշակիորեն մեկ դատական նիստը, որպեսզի դատարանի համոզմունքը կամ հերքվի կամ հաստատվի, անհրաժեշտություն կար սահմանափակել լուսաբանումը, որովհետև դատարանի համար առաջնահերթ է արդարադատության շահի պաշտպանությունը եւ կառուցողական մթնոլորտում դատավարության անցկացումը, որքան էլ որ բնական է դատարանը ընդունում է եւ քաջ գիտակցում է լուսաբանման միջոցով, այսինքն լրատվամիջոցի դերը դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության ձևավորման եւ ամրապնդման գործում։ Այդուհանդերձ կառուցողական մթնոլորտը, քանի որ ուղիղ ազդեցություն ունի գործի քննության արդյունավետ քննության վրա, դրա համար դատարանը գտավ, որ անհրաժեշտ է այդ միջոցով ուրեմն կողմերին հրավիրել, այսպես ասած, կառուցողական դաշտ դատավարության շրջանակներում, այսքանը թերևս պարզապես դա դատարանի հայտարարություններ հրապարակման հետ կապված միջնորդություններ այս նիստով կան, թե հայցի պարզման ուղղված հարցերը շարունակվելու են, պարոն Ասատրյան, ասեք։ Միջնորդություններ կան, բայց նախապես մեր հարցի պարզման ուղղված հարցերը փորձենք սպառել, երկրորդ արդեն անդրադառնանք մեր միջնորդություններին, միջնորդություններին անդրադառնալ կամ հարցերի պարզաբանման մասով, հարգելի նախագահ, քանի որ ինչպես նախագահողն նշեց, նախորդ դատական նիստը անցկացվում էր դրդապակության պայմաններում եւ որոշակի հարցադրումներ կային կիսատ էին մնացել, նաև նախագահի տված պարզաբանումների կոնտեքստում ինձ թվում է մենք կարող ենք հանգիստ այդ մասով ծավալել քննարկում, որովհետեւ արդարադատության շահի տեսանկյունից դրամապակության այդ պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկությունների դիրույթում չէ խնդիրը։ Այո, հարցերի բովանդակության հետ կապված չի եղել։ Նաև հաշվառնելով են նկատառում մեր իրավական պաշտպանվածության տեսանկյունից այնպիսի ինֆորմացիաներ չհաղորդենք, հետո պատասխանատվության այդ մասով է խնդիրը բարի։
Եվ նախորդի, եթե չեմ սխալվում, մի շատ հարցադրումներ կար, որ մեր հարգելի ներկայացուցիչը պետք է պարզաբաներ, երևի թե Կխնդրեմ կարճ վերհիշենք ձեր վկայակոչմամբ, որ հարցերին էր վերաբերում, որ դատարանի համար էլ պարզ լինի պատասխանները կոնկրետ որ հարցերին են վերաբերում։ Բարի, հարգելի նախագահ, եթե չեմ սխալվում հարցերի մի մասը, հա, որոշ կողմի համապատասխան դիմումով եւ արդեն այդ դիմումի հիմքում դեր գտած Արմենես Արտապետյանի մասով, հա, քրեորեն պատժելի կատարելու եւ այդ հանգամանքը հիմք ունելով դատարանի կողմից ոնց որ թե որոշում կայացնելու հանգամանքն է եւ մենք ոնց որ թե որոշման թե նկարագրական թե պատճառաբանական մասում, եթե չեմ սխալվում դրան անդրադարձ կար, հետեւաբար եթե իմ գործընկերները կհիշեցնի, դրա մասով էր դիրքորոշման հստակեցման խնդիր ու ոնց որ մի գլոբալ հարցադրում, որը որ ուզեի մեր հայցվոր կողմը հստակեցներ, կան արդյոք Վավիթի շրջանակներում վրիպակներ, բաց թողումներ, հստակեցման ենթակա խնդիրներ, որ այդ միջես պահը հայցվոր կողմը չի իրականացրել, բայց օրինակ պետք է իրականացնի։ Խոսքը ներկայացրած հայցադիմում դեր գտած թերացումների, վրիպակների, ինչ-որ հակասությունների մասին է։ Խնդրեի այդ հարցին պարզաբանել, ինչի հարգելի նախագահ, որ հետագայում որևէ խնդիր բարձրացնելուց մեր գործընկերը օրինակ չպաշտպանվի այդ հանգամանքից վրիպակ թույլ տալու, օրինակ պնդմամբ կամ դիրքորոշմամբ։ Միանգամից եթե կիսում են նախորդ ներկայացուցիչների կատարած գործողությունները, պետք է հասկանանք այնտեղ դեր գտած վրիպումներ, թերացումներ, որևէ այլ գործողություններ կա, որը որ ցանկանանք այս բանի մեր առաջ բացահայտեն, եթե չէ, արդեն մենք մեր մարտավարության համապատասխան հասկանանք այդ թերացումներ են դրանք դիտավորություն, ինչ լավ իրավական բնորոշում ունեն այս դատավարության ընթացքում։ Հարցադրումները պարզ են։ Հարավատիկ դատարան առաջին հարցադրումը վերաբերում էր ներկայացված զեկուցակին, որը հիմա դրա սստել էր ուսումնասիրությունը, զեկուցակիրը ստացել ենք ներքին գործերի նախարարությունից, դատարանի պարզաբանն է, որ նշված գրությունը ստացվել է Մալուկրի էլեկտրոնային համակարգի միջոցով, պարոն Սահակապետյանը հարց է բարձրացրել, թե որտեղ է գտնվում այդ փաստաթղթի բնօրինակը։ Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով փոխանցվող փաստաթղթերը համարվում են բնօրինակ փաստաթղթեր, ընդ որում այս փաստաթուղթը գեներացվել է Մալուկրի էլեկտրոնային համակարգում եւ էլեկտրոնային համակարգում ստացել է համապատասխան համար։ Իսկ ինչի համար է ձեռագրով ստորագրվել հարգելի դատարան, թվային ստորագրության անցման անցումային փուլ է եղել պետական կառավարման համակարգում, աստիճանական անցման եւ օրենքը էլեկտրոնային համակարգերի թվային ստորագրության վերաբերել է կառավարությանը համապատասխան փակ սահմանելու լիազորություն։ Այսինքն ներքին իրավական ակտերով են այս փաստաթղթաշրջանառության հարաբերությունները կարգավորվել։ Մասնավորապես 2021 թվականի մայիսին, երբ զեկուցակիրը ստացվել է, փաստաթղթաշրջանառություն ներքին գործերի նախարարությունում կարգավորվել է ոստիկանապետի համապատասխան ներքին իրավական ակտով, որտեղ նշվում է, որ խափաման դեպքում, համակարգի խափաման կամ տեխնիկական անհնարինության դեպքում կարող է նաև թղթային եղանակով, այսինքն ստորագրությունը կարող է ձեռագիր լինել։ Այդ հրամանն է 333 հրամանն է, որը ներկայումս ուժը կորցրել է նոր իրավական ակտեր, լոկալ իրավական ակտ, որով էլի սահմանում են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իրավահարաբերությունները, այստեղ ևս նշում է, որ կարող է էլեկտրոնային համակարգում Մալուկրի փաստաթուղթը տեխնիկական խափանման կամ այլ անհնարինության պայմանավորված ձեռագրով ստորագրվել եւ տեսաներացվել համակարգում։ Ըստ այս մասով մեր դիրքորոշումը այն է, որ բնօրինակ փաստաթուղթը համարվում է Մալուկրի էլեկտրոնային համակարգով ստացված փաստաթուղթը, իսկ ինչ վերաբերում է մատիտով արկա գրառումներին, ուղղակի Մալուկրի էլեկտրոնային համակարգում գեներացված փաստաթղթի համարը արտացոլվել է այդ զեկուցագրում, այդ փաստաթղթում։ Այսինքն այդ համարը Մալուկրի էլեկտրոնային համակարգի գեներացված փաստաթղթի համարն է։ Ինչ վերաբերում է հազարում արկա կամ իսկ նյութերում արկա վրիպակներին, նախորդ իսկ պարոն Սահակապետյանը դրանից մեկի վերաբերյալ հարց բարձրացրեց, ես նշեցի, որ դա վրիպակ է, այլ վրիպակների վերաբերյալ
ես որևէ նկատառում չունեմ, փաստաթղթերը մեծածավալ են, գործը որոշակի բարդություն ունի, որոշակի ծավալ ունի ու վրիպակներ կարող է լինել, որը գտնում է, որ նորմալ է, պարոն Սախապետոյան, այդ վրիպակների առկայությունը կարող է լինել։ Այդ վրիպակների առկայությունը հացի հիմնավորվածության վրա ասես չի անդրադառնում, պարոն։ Ոչ, կոնկրետ անցած նիստին այն հարցը, որ բարձրացվեց, այդ կոնկրետ մասով ոչ։ Որևէ ազդեցություն չուներ, մասնավորապես խոսքը վերաբերում էր բանկային գաղտնիք ստանալու վերաբերյալ դիմում արկա վրիպակին, որը որ բանկային գաղտնիք ստանալու դիմումի հիմնավորվածության հետ որևէ առնչություն չուներ։ Այո։ Ձեզ հարցական սկսեմ ուսումնասիրության համար 5 ամսացող փաստաթղթից։ Ուրեմն մեկ անգամ շատ կարճ ուղղակի վերհիշենք ինչի մասին է խոսքը։ Գործում արկա այդ առանց երկի մուտքի համարների, այսինքն պաշտոնական գրագրության չհամապատասխանող փաստաթուղթը, որի վերաբերյալ ես դիմել էի դատախազությանն ասեց, որ բնօրինակը գտնվում է ոստիկանությունը ստացել է մարգրիով ներկայացրեցին մարգրիի հատուցություն։ Ես դիմեցի ոստիկանություն, որպեսզի պարզեմ ոստիկանությունում է գտնվում օրիգինալ փաստաթուղթը, թե ոչ։ Ոստիկանությունը ինձ պատասխանել է, ես հետագայում ապացույցների հետ կապված, երբ որ մենք միջնորդություններ կներկայացնենք, պատասխանել է, որ բնօրինակը գտնվում է դատախազությունում եւ քանի որ ձեռագիր է ստորագրված, ապա բնօրինակը ըստ կարգի, ըստ իրենց մեջ վերած կարգի առաքվել է դատախազությանը։ Իմ համար սկսեց հարց առաջանալ, բնօրինակը գտնվում է դատախազությունում, թե ոստիկանությունում։ Ես ներկայացրեցի դատախազության դիրքորոշումը, ասացի, որ դատախազությունը գտնվում է ոստիկանությունում։ Ոստիկանությունից ստացա այն պատճառաբանությունը, ինչ որ պարոն Մերոյանը ներկայացրեց, որ էլեկտրոնային փաստաթղթի շրջանառության մասին օրենքի համաձայն մարգարով ու առաքվող փաստաթուղթը համարվում է բնօրինակ։ Նշված օրենքի մեկնաբանության հետ ես բացարձակապես համաձայն չեմ, քանի որ նշված օրենքով կարգավորվում է էլեկտրոնային ստորագրության կատարվող փաստաթղթաշրջանառությունը, այսինքն երբ որ ուղարկողը ստորագրում է էլեկտրոնային եղանակով, այո, դա հավասարեցվում է բնօրինակին, տվյալ դեպքում, քանի որ չի փաստաթուղթը չի գեներացվել էլեկտրոնային ստորագրության միջոցով, այլ ստորագրվել է ձեռագիր ձևով, ապա նշված օրենքին կատարվող խախումը իմ կողմից անընդունել է, որովհետև այս իրավահարաբերությանը չի վերաբերում։ Հիմա կրկին հարց են տալիս, ոստիկանությունը պնդում է, որ գրության բնօրինակը դատախազությունում է։ Դուք պնդում եք, որ ստացել եք դրա կանոնավորված տարբերակը։ Ես ընդունում եմ ձեր կարծիքը, բայց ինչպես վարվենք այն փաստի հետ, որ չունենք մենք պաշտոնական գրագրության համապատասխանող փաստաթուղթ, որը որ հանդիսանում են գործի հիմքը, գործի մեկնարկի համար ապացույցն է ամենակարևոր, եւ ըստ էության չկա այդ փաստաթղթի բնօրինակը, դա էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված չէ, հետեւաբար հնարավոր չէ անգամ փորձաքննության միջոցով բազել բնօրինակ փաստաթուղթ, այսինքն ստորագրող անձը եւ էլեկտրոնային ստորագրությունը դրանք նույնական մարդուն է վերաբերում, թե չէ։ Ես ունեմ մտահոգություններ, որ այդ փաստաթուղթը, որը որ ձերնոք ուսումնասիրության հիմքում է տրվել, դրա բնօրինակը չկա եւ ավելին ասեմ, այն ինչ որ ներկայացվել է, դա ձեռագիր ստորագրված չէ։ Իսկ պարոն Սաքապետյան, հայցվորի այն փաստարկը, որ խափանման դեպքում եղել է կարգավորում հրամանով, որ այն ժամանակ գործել է այդ մասով։ Հարևիկ դատարան, ես չեմ առարկում, որ կարող է փաստաթղթային եղանակով ստորագրվել եւ ուղարկվել, այսինքն դա նորմալ է։ Բայց ոչ մարմնիով առանց էլեկտրոնային ստորագրության։ Ես քանի որ ունեմ պետական կառավարման համակարգում աշխատանքային փորձ, գիտեմ, որ երբ որ ստորագրվում է, բնօրինակը առաքվում է եւ ստացող մարմինը իր ընդհանուր բաժնում բնօրինակը հաշվառվում է, սկանավորվում է, մուտք անում ներքին մարմնի, այսինքն մարմնի համակարգի մուտքը տեղից է սկսվում։ Ինչը իմ մոտ նաև էլի կասկածների առաջացնում այս փաստի վերաբերյալ, ես ամենևին էլ չեմ առարկում կամ չեմ գտնում, որ սխալ է, որ բնօրինակ ձեռագիր է ստորագրվել,
Չնայած եթե խորանակ պետք է ոստիկանություն ներկայացնի խափանման դեպքը, խափանման պատճառը, դեռ ամբողջ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը դրվել է հենց նրա համար, որպեսզի խուսափենք այն նմանատիպ իրավիճակներից պետական համակարգում ընդհանուր մինչև կոռուպցիոն բնույթի լավ խնդիրները փորձենք զսպել այս եղանակով, որպեսզի ցանկացած պաշտոնատար անձ, երբ որ փաստաթուղթ է ստորագրում, հնարավոր լինի հետագծելի լինի, թե որը որ ժամին, երբ ինչ IP-ից օրինակի համար ստորագրությունը դրեց։ Ամեն դեպքում իմ կասկածները մնում են չփարատված, հարգելի դատարան, ես կանոնավոր ոստիկանությունից անընդհատ նույն պատասխան եմ ստանում, որ էլեկտրոնային ստորագրված փաստաթղթաշրջանառության մասին օրենքն է մեջբերվում, ինչ այս փաստաթուղթը դրա հետ կապ չունի ընդհանրապես, ես հետագայում կներկայացնեմ միջնորդություն դատարանին, որպեսզի մենք պահանջենք, չգիտեմ, դատախազությունից կամ ոստիկանությունից այս փաստաթղթի մայր օրինակը կամ բնօրինակը, որը որ ըստ էության ստացվում կանոնավոր։ Այսինքն իմ կասկածները մնում են չփարատված, հետագայում հանդեսվում միջնորդություն։ Հասկանալի, որովհետեւ հարց պարզման ենթակած էս համար մնաց այս մասով հայցքորի դիրք, թե հայցքորի դիրքը ոչ մի պարզ չէ։ Պարզ է, ուղղակի ընդունելի չէ, որովհետեւ այդ օրենքը չի կարգավորվում ինչ-որ տեղի ունեցել։ Հասկանալի, այս հարցի կապակցությամբ ինչ-որ լիացնելու բան ունի հայցքորը, թե չէ, թե անցնենք այս շունը։ Իմ բանել է սավելացնել, արդեն մյուս հանգամանք հետ կապված, ինչ վերաբերում է հարգելի դատարան վրիպակներին։ Մենք ինչ մատնանշում ենք հարցադրումների, հայցի հիմքի առարկայի բազման ժամանակ, այսօր բազմաթիվ հարցադրումներ ունենք, հայցոր կողմը ուղղակի սկսում է պատճառաբանել վրիպակ է, այդ վրիպակները էական ազդեցություն ունեն հայցի, հայցագնի ձևավորման կամ ապացույցների ճիշտ ներկայացման կամ փաստերի ճիշտ ներկայացման համար ուղղակի մեկ հարց նորից էլի դա, mēs ակնկալել էի նախորդ նիստին, որպեսզի դատախազությունը պատասխանի, մենք հայցադրում ունենք ձևակերպում, որ իմ բանկային հաշիվներին 21 թվականին մուտք են եղել 24 միլիոն, ինչքան մոտ 24 միլիոն դրամ, որից 96 միլիոնը ապօրինի է։ Պարզեցիք պարոն Աբինյան, 24-ը ոնց կարող է 24 միլիոն դրամ մուտք լինել, 96 դրա լինել ապօրինի։ 2021 Հիմա եթե անես մատնանշել նորից հայցադիմումի 24-րդ էջ 318 կետ կարդում եմ հարգելի դատարան իսկ բանկային քարտերի և հաշիվների միջոցով իրականացված վճարումները կազմել են 24 միլիոն 843,819 դրամ որից օրինական եկամուտներով հիմնավորվել է 90 միլիոն 961,361 հրը դրամը։ Հիմա սա, ասում եք, վրիպակը չի ազդել հայցագնի մեծության վրա, պարոնները։ Երբ որ մենք Excel-ին ենք հողմանում, դուք ասում եք դա աշխատանքային փաստաթուղթ է, հետևաբար այնտեղ գտնվող կամ բաց հետո ցանկացած մեր կողմից մեր դիտարկման սխալ է, դուք ասում եք սա մեր աշխատանքային փաստաթուղթն է, մենք մեծահոգություն ենք ասել, որ ձեզ տվել ենք շնորհակալություն այդ մեծահոգության համար։ Հիմա մենք առաջնորդվում ենք ձեր ներկայացրած փաստաթղթով, գրավոր հայցադիմումով, որի մեջ կա նմանատիպ փաստ։ Եվ դուք այսօր ասում եք, որ այդ վրիպակները որևէ ազդեցություն չեն ունենում հայցագնի հաշվարկման վրա։ Խնդրում ենք հայտնեք 24 միլիոնն է մեզ, թե 90 միլիոն։ Դուք ինձ լուրջ եք հասնել, տալիս 24 միլիոն։ Ձեր հայցից եմ տալիս ես։ Ես պարզաբանեցի, որ դա վրիպակ էր, պարոն Սակապետյան, եւ դա հայցագնի վրա չի ազդում, որովհետեւ հաշվարկը ճիշտ է իրականացվել։ Մի հնարավոր է, որ հայցադիմումում որոշակի վրիպակ լինի, բայց դա հաշվարկի վրա չի ազդել, այսինքն պահանջը դրանից ինչ-որ փոփոխություն չի կրել։ Հաշվարկային ֆայլում, աշխատանքային ֆայլում 90 միլիոն զգացումներ եք ձեր աշխատանքային ֆայլում, բարերի ինչ-որ միասնություն եք ասում առանց հիմնավորելու։ Դուք ասում եք 24 միլիոն է մոտ եղել, որից 90 միլիոնը ապօրինի է, ճիշտ է։ Ձեր հայցն եք ապրում։ Ինչն է վրիպակ, ինչ պետք է լիներ որ վրիպակը։ Ամեն դեպքում ես եք բարձրականով պատասխան հնչելու է։
Արգենտիատանային կարծիքով երևի թե 248 միլիոնի մասին պետք է խոսք լինի, ուղղակի 24 միլիոնի մասին, այսինքն կետը քիչ ավելի ցախտվել, ասենցի մասը։ Պարոն Աբելյան, ձեր այդ կետը ձախ, ստորակետը առաջ 200 միլիոնի, 220 միլիոնի մասին եք ասում։ Իմ համար գիտեք ինչ, մի քիչ անհասկանալի է, դու ոնց եք 10 տարի ուսումնասիրության ժամկետ կրճատում ու 300 միլիոնը դարձնում միլիարդ 200 էլի։ Պարոն Սարգսապետյան, նշած է կարող է լինել վերիբակերություն։ Ինչն է, ուղ եք վերիբակել։ Ինչքան ժամանակ է հարկավոր, պարոն Ափինյան, այս հարցին ձեր պատասխան ստանալու։ Ընդմիջելու կարիք կա, թե ոչ։ Դատավարության մասնակիցները եւ դատան չսպասի։ Իդի հաջորդ նիստին թող պատասխանեն։ Նախորդ նիստին ասցին հաջորդ նիստին կպատասխանենք, հիմա ես պատրաստ եմ պատասխանել։ Այդպիսի հարց չի բարձրացնում, այդպիսի խնդրանքով հանդես չի գալիս հայց, որը ընդմիջելով կարող ենք կողմել։ 5 րոպեն բավարար է, 5 րոպե ընդմիջում։ Ընդմիջումից հետո ընդհատված պահից շարունակվում է դատական նիստը, խնդրեմ պարոն Ափինյանին։ Նշեմ, որ պարոն Սարգսապետյանը Բալկանի գաղտնիքի հետ կապված հետաքրքրություն կանել, այսինքն 21 թվականի ընդհանուր վճարումների մասով ձևաչափը ճշտ է։ Ես չեմ հավատում, որ ցանկացած բանկային գաղտնիքին վերաբերել հրապարակվի, ընդհանրապես։ Ազատ կարող եք հրապարակել։ Արգենտիատանը 2021 թվականի հետ մասին վերաբերելի կարգվածը 243 միլիոն 632,468 դրամ ստաշվարկի, սա ընդհանուր վճարումների մասն է, որից ապօրինի հատվածը շփում է 22 միլիոն 67,761 դրամ։ 22 միլիոն որքան։ 22 միլիոն 67,761։ Այդ մասով չի ընդհանրվել։ Այսինքն այն 90-ը, որ նշել եք, դա հիմնավորվող մասներ, թե հայցադիմի տեքստի մեջ։ Լավ։ 24-ի փոխարեն որքան պետք է լինի։ Ասացիք 243 միլիոն 632,468, ճիշտ եմ ֆիքսել։ 243 միլիոն 632,468 Այդ դեպքում ուրեմն ասացիք օրինական եկամուտներով չհիմնավորվողը նշեցիք 22 միլիոն 67,761 այո դրա տարբերությունը 221 միլիոն 564,707 Փաստորեն իրական եկամուտներով հիմնավորվող հատվածն է այդ փաստական հանգամանքի հետ կապված ամեն ինչ տեքստում փոխվում է հայց չասենք փոխվում է, բայց բոլոր բաներով վրիպակ է հիմա հաշվարկում է, հաշվարկը որ արել եք այն 90 միլիոնը որ ֆիքսվել է, արտահայտվել է հայցի բովանդակության մեջ Excel-ում այսքան նման թիվ գոյություն չունի Արգենտիատանը ստանալ ես չեմ կարողանում գտնել այդ 90 միլիոնի հատվածը եթե լրացուցիչ դատական հաջորդ օգտատական նիստերի ժամանակ լրացուցիչ պարտական լինի կնա 90 միլիոնի ձևավորման մաս Ավարտեցիք այո Արգելի դատարան Եվ Excel-ը և հայցադիմումը միայն այս հանգամանքից ես մա բազմաթիվ հարցեր ունեմ նմանատիպ կտամ այդ հարցերը և մեկ անգամ ևս կհավաստիանանք, որ ամբողջ հաշվարկը սխալ է ես անկեղծ ասեմ, այդ հաշվարկը տվել եմ երկու այլ մասնագետի ուսի հաշվարկ անել, ցավոք
օրենքը չի տալիս, որովհետեւ նրանք որպես փորձագետներ հանդես կան այստեղ։ Ես բավականին հարցեր անդրադարձել եմ դեռ կապված կտամ, անգամ արհեստական բանականության եմ տվել, որպեսզի հաշվի եւ վերածանի պարոն Հակոբյանի տված ֆայլի բանաձևերը ու չկա եւ մարդկային բանականության եւ արհեստական բանականության մեջ որևէ գործիք, որը կարող է վերցանել կամ հասկանալ այս հաշվարկների ճշտությունը, ինչը կրկին բերում են բանվանը, որ այն պահանջը, որ ներկայացվել է, ուղղակի մտածածին է, թվերի ինչ-որ հանրագումար է։ Սա ուղղակի այս հարցի ամփոփիչ մասը, սպասենք տեսնենք հաջորդ դատական նիստին ինչ է ներկայացնել։ Հնարավորություն եմ խնդրում, եթե կամ հաշվարկի վերաբերյալ բազմաթիվ հարցեր, խնդրեմ, եթե հնարավոր է դա գրավոր տրամադրել, որտեղ ցանկացած հարցերի հետ կապված կարող է լրացուցիչ աշխատանքի կարիք լինի, որպեսզի կարողանանք ամբողջությամբ արձագանքել եւ դատական նիստերացնել օգտագործել։ Դրա համար խնդրեմ, եթե հնարավոր է, պարոն Սարգսյան, գրավոր տրամադրեք այդ մասով, մենք բազաբանենք մեր հաշվարկները։ Հնարավոր է։ Ոչ արելի դատարան, մենք հարցադրումներով գործ ենք գտնել, բայց ես ուղղակի մեկ անգամ ևս ուզում եմ նշել, որ ձեր հաշվարկները, ձեր ներկայացված հայցապահանջը, թե հաշվարկի, թե փաստերի ամբողջությամբ անկյուն է, դուք ունեք իրավունք այո հայցադրում ներկայացնելու, հիմա կարող եք ասել մեր հաշվարկը սա է, բայց դրանով դուք էական խնդիրներ եք ստեղծում, թե իմ համար, թե իմ հետ փոխկապակցված բիզնեսների համար, որի վերաբերյալ մենք հետագայում անդրադարձ կունենանք հարգելի դատարան, եթե այն հարց չկասնենք։ Հաշվարկների հարցեր ունենք, հարցերին այո, հարցեր։ Բայց մինչև հարցերին հարգելի դատարան։ Պարոն Սարգսյանը պնդում է, որ ներկայացված հաշվարկը ամբողջությամբ անհիմն է կամ չգիտեմ, չի հասկանում ներկայացված հաշվարկը, հայցի հիմքի ավարարկայի պարզաբանման փուլը դրա համար է, եթե ինչ-որ անհասկանալի բաներ կան հաշվարկի վերաբերյալ, կարող եք հարցեր բարձրացնել։ Նշեք թե կոնկրետ օրինակ ինչ անջատությունների հաշվարկում գտել եք, այսինքն զուտ հայտարարել, որ հաշվարկը անհիմն է ու անհիմն հայցադիմում է ներկայացվել։ Որտեղ կարելի նախագծող արձագանքյան խնդրում եմ դատարանը վստահորդին իրավունքներ պարտականություններ բարձրաբանել, վստահորդը իրավագիտակցության բավականին բարձր մակարդակ ունի, պետք է չի դատավարության ընթացքի վերաբերյալ որևէ հուշում կատարել, իմ վստահորդը շատ դիպուկ հարցադրումներ տալիս են, որ որակումը ակնհայտ անհիմն է, դրա հիմնավորումներն ընթացած ներկայացնում թե ինչի է ակնհայտ անհիմն կամ ինչի է անհիմն։ Այդ դրա մասով ու պարտականություն չունենք մենք հարցադրումներ ներկայացնենք, որ նաև ասենք, տեսեք, ստեղ այս խնդիրները թույլ տվել, այս այն խնդիրը։ Մեծ հաշվով միգուցե դատականության փուլում ավելի ճիշտ կներ այս խնդիրները միանգամից ձեր առջև բացահայտելը, ավելի ուրիշ եղանակ կներ, պարոն Մերյան։ Այդ տեսանկյունից խնդրում եմ նախ այդ առաջարկություններով հանդես չգալ, երկրորդն էլ արդեն մենք մեր դիտարկումը ասացինք հարցերի ներկայացման տեսանկյունից, ու դա մեր պարտականությունը չի, որ պետք է պարտադիր այս տիպի հարցադրումներ գտնենք, ներկայացնենք, որ հասկանանք ինչ հայց եք ներկայացրել, հայցը պետք է հստակ լիներ։ Մենք այդ խնդիրը բազմիցս ոչ միայն այս գործով, բացահայտել ենք բոլոր գործերով, անհստակ հայցեր են։ Դուք իսկի չեք պատկերացնում ինչի մասին է խոսքը։ Ներկայացուցիչներին խնդրում եմ զբաղեցնել իրենց տեղը, պարզային հայտարարությունները, պարոն Սարգսյան, դուք եթե հաշվարկի վերաբերյալ հարցերը դուք եք շարունակելու, խնդրեմ, լսում ձեզ եւ կարող եք նստած շարունակել, նկատի ունենալով, որ համակարգիչից եք օգտվել։ Ես մինչև հաշվարկներին անդրադարձ կատարելը նախորդ նիստերից է կապված երկու հարց ևս ունեմ, որ կուզեն այդ բարձրաբանել։ Պարոն Մերյան, իմ կողմից ներկայացվեց հանցագործության մասին հաղորդում նախորդ դատական նիստում, ակնկալելով, որ դուք որպես Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ներկայացուցիչ օրինական ընթացք ապահովեք նշված հաղորդմանը։ Խնդրում եմ հայտնել այդ հաղորդման ընթացքի վերաբերյալ տեղեկությունները։ Հաղորդումը ըստ իրավասության վերահսկագրվել։ Գլխավոր դատախազության համապատասխան գործ։ Հասկացա։ Այսինքն մնացած տեղեկությունները արդեն գլխավոր դատախազություն։ Լավ, շնորհակալություն։ Այս խնդրեմ նաև մեր գործընկերները այս
բացահայտեն, հա, իմի ապօրինի եկամուտների հանրագումար կոնկրետ 2021 թվականին, որը արձանագրվել է 31.218.516 դրամ։ Այս թիվը շարունակում է պահպանվել, թե մեր հետ ներկայացրած հաշվարկի մեջ տեղ գտած վրիպու մասում կամ բարձրողում կամ սխալ հաշվարկի պատճառով այս սխալը ազդեցություն ունենա կոնկրետ այս թվի վրա, թե ոչ։ 2021 թվականի ապօրինի եկամուտի մնացորդը։ Խոսքը այդ նույն տարվա վերջնական ապօրինի եկամուտների մնացորդի մասին է 31.218.516 դրամ։ Այդքան է մնացել։ Այս դա է ասում են, որ հաշվարկի վրա չի ազդել վրիպը։ Այսինքն 31 միլիոն ապօրինի եկամուտի մնացորդը։ Այ բան մենք ինչպես հավաստյանը ձեր ներկայացրած հայցապահանջից, որ մենք այդ թվերի հանրագումարի արդյունքում, օրինակ ձեր ներկայացրած հայցից, լավ, որքան մաթեմատիկական լուրջ դիտելիքներ պետք չեն, որպեսզի այդ թվաբանական օրինակ մեծությունների, որ մեծությունները պետք է այս ձեր ներկայացրած հայցում օրինակ իրար գումար են հանեն, որ վերջնարդյունքում ստանում ես 31.218.516 դրամ, թե այդ գործողությունը հայցում ներկայացված թվերի պայմաններում անհնար է։ Այն ինձ կարա այդ հանգամանքը բացատրել։ Եթե ուզում եք գումարը տեսնեք, բացեք աշխատանքը։ Չէ, աշխատանքային ֆայլը չեմ ուզում տեսնել, ձեր հայցադիմումն է հայցի հիմքում, ես ուզում եմ հայցում հասկանամ, օբյեկտիվ հնարավորություն կա ձեր ներկայացրած ելակետային թվերի հանուն կամ գումարման վերջնարդյունքում ստանանք օրինակ 31 միլիոնը կամ այդ որևէ թիվ, այսինքն թե դրանք հնարավոր չի մաթեմատիկական տեսանկյունից հանրագումարները ստանալը, այդ թվաբանական մեծությունները։ Հնարավոր է պարոն Մասկովյան։ Օրինակ ինձ կասեք, այս նույն 2021 թվականին օրինակ ինչ գործողություններ եք արել, որի արդյունքում վերջնարդյունքում ստացել եք օրինակ այդ թվերը։ Խոսքը հայցի մասին է, ձեր աշխատանքային ֆայլը այս պահին թողենք միտում։ Ձեր ներկայացրած թվերը, օրինակ որն եք որին գումարել, որից եք հանել, որ վերջնարդյունքում ստացել եք տարեվերջի օրինական եկամուտների հանրագումար 109 միլիոն և ապօրինի 31 միլիոն։ 2021 թվականին իրականացված պարոն Սահակապետյանի վճարումների ապօրինի մասը կազմել է 1.550.284 դրամ։ Հետո տոկոսային եկամուտները 1660 դրամ։ Խոսքը պարոն Մերյան, հայցի մասին է, հայցում ներկայացրած, օրինակ ես հիմի հայցի հետ 4 էջերն եմ 21 թվականի վերցրուց ձեռքում, ուզում եմ հասկանամ, այս թվերը որևէ պայմաններում իրար գումարելով կամ հանելով մենտալ են ստանանք տարվա սկզբնաղբյուրը կամ վերջնարդյունքը։ Ձեր հարցին պատասխան հնչեց, ասացիք հնարավոր է։ Ճիշտ է։ Դե հիմա ուզում եմ հիմնավորեմ ոնց է հնարավոր, որովհետև չենք ստանում, էլի ոչ մի։ Հայցադիմի այդ տարվա կտրվածքով ամփոփ տվյալներն են։ Այդ ամփոփի մասին է խոսքը։ Ամփոփ տվյալներն են։ Հա, ամփոփ տվյալները իրար որ գումար է։ Աշխատանքային ֆայլը նշված է, պարոն Ասատրյան, թե որ թվեր։ Մեր աշխատանքային ֆայլը մենք ջնջել ենք, խնդրում ենք առաջնորդվում ենք հայցով։ Եթե դուք գնում եք անու աշխատանքային ֆայլին, խնդրում եմ դա ներկայացնել որպես հայցին ցավելած։ Աշխատանքային ֆայլը ներկայացվել է նրա համար, որ ավելի լավ կարողանաք։ Հայցը բարձելու համար նաև ձեր ցանկությամբ եւ ձեր միջնորդությամբ չէ այդ ֆայլը տրամադրվել պարոն Սահակապետյան։ Այդ աշխատանքային ֆայլի եւ հայցի մեջ կան հակասություններ։ Մենք հենց գտնում ենք հակասություն, այսինքն ղեկավարվում ենք հայցով, հենց հայցից հարց ենք տալիս, թողում ենք կատարում աշխատանքային ֆայլին։ Աշխատանքային ֆայլի մեջ այս մասով էլի կան հակասություններ։ Ես հիմա չեմ ուզում բացահայտեմ այդ բոլոր հակասությունները, բայց դրանք իրար հետ չեն խոսում։ Դրանք իրար հետ նույնական չեն։ Հայցի մեջ ուրիշ բան է գրված, հաշվարկների մասին է խոսքը, ընդեղ ուրիշ բան է գրված։ Լավ, եթե ձերը թողում ենք մի կողմ, այդ 31.218.516 դրամ գումարի ուրեմն գոյացման, հա, բանը ճանապարհը պարզելու համար, այսինքն ինչ թվերից է, ինչ գումարներից է այդ հանրագումարը բաղկացած։ Դա կարող է հայցվելու պատասխանել նիստով։ Եթե դա է ձեզ
հետաքրքրում։ Հարցը պիտի լինի կոնկրետ եւ ված լինի հայցի պարզման։ Մենք ի սկզբանե դատական նիստերում հայց կողմից հստակեցրեցինք, որ հակասություններ կան հայցի եւ Excel հաշվարկի միջև իրավելի, որ նա հստակ պատասխան հնչեց հայցը։ Ինի հայցի շրջանակներում ես ուզում եմ հասկանամ, որտեղ նաեւ իրավագիր պրակտիկանա ոնց որ ուզում այդ ուղղությամբ զարգանա, ուզում եմ հասկանամ այդ թվաբանական մեծությունները իրանց ներկայացրած հայցապահանջի կոնկրետ ամեն տարվա մասով ներկայացրած թվաբանական մեծությունների հանելու կամ գումարելու արդյունքում հնարավոր է ստանալ բարեսկզբին արտահայտված թվաբանական մեծություն կամ տարեվերջին, այսինքն թե դրանք անհնար է գործողությունների արդյունքում հայցում ներկայացրած թվերի, եթե անհնար է, այստեղ բնականաբար հայցը հստակեցնելու, հասկանալու խնդիր ունենք։ Հիմի հայցը հստակեցնելու, հասկանալու խնդիրը Excel աշխատանքային ֆորմատը մեր համար օրինակ իմ համար ընդունելի չի, որովհետև այդ Excel աշխատանքային ֆորմատը ոչ քաղաքացիական դատավարության կառուցակարգերով է կարգավորվում, ոչ էլ ուղեցույց է մեծ հաշվով, ոչ էլ հասկանում ենք, ամեն մի հաշվարկ ունի իր առանձնահատկությունը, ամեն մի հաշվարկ իրականացնող կոնկրետ որակումներ է տալիս այդ հաշվարկին։ Հիմի խնդիրը բլոկ որևէ մի տարվա մասով հնարավոր է այդ թվաբանական մեծությունները ունեն ճշգրտությունները առավելապես 21 թվականին, որոնք գումարելու արդյունքում ստանանք ես 1 միլիարդ 769 միլիոն դրամ կամ դրանց հանելու արդյունքում ստանանք 100 միլիոն։ Խնդիրը դրան է վերաբերում։ Հայցում գումարելիները նշված են թե չէ, դա այլ հարց է։ Դուք ձեր հարցը երկու մասից եք բաղկացած։ Մեկը հայցի մեջ այդ գումարելիները կոնկրետ կան թե ոչ, որ թվաբանական գործողություն կատարվի, ստացվի այս հանրագումարը։ Եվ երկրորդը այդ գումարելիները որոնք են, դրանք տարբեր հարցեր են, հայցում նշված են։ Մեծ հաշվով պետք է վերջնարդյունքում գանք այդ թվաբանական վերջնագումարին, այս արդյոք հնարավոր է ներկայացրած հաշվարկի արդյունքում ստանալ իրանց ներկայացրած թվերը, ոստը հայցում նկարագրված թվերի մասին։ Արբիտ դատարան 2021 թվականին տարեկան ապօրինի տվյալներ էին ներկայացվել ապօրինի եկամտի մնացորդին։ Եթե հարցը վերաբերում է նրան թե հայցադիմում 2021 թվականին վերաբերող վերլուծությունում ինչ-որ թվեր գումարելով հնարավոր է ստանալ 31 միլիոն թիվը թե ոչ, որովհետև այդքան է նկարագրելու համար, այդքան գործարքներ է նկարագրել հայցադիմում, դա ողջամիտ չէ։ Այդքան է նկարագրելու համար հայցադիմում ծավալը կլինի 1500 էջ, 2000 էջ, որը գտնում ենք, որ արդյունավետ չէ։ Ավելի արդյունավետ մեթոդ ամփոփ տվյալները ներկայացնել հայցադիմում, եթե հայցադիմի հետ կապված հարցեր կան, մենք ունենք աշխատանքային ֆայլ, որը դուք կարող եք ուսումնասիրել, եթե հարցեր ունեք, հարցերը բարձրաձայնել ու տեսնեք այդ թիվը ինչպես է ստացվում։ Այսինքն խոսքը այստեղ զուտ ավելի արդյունագործության արդյունավետության մասին, այսինքն ողջամիտ չէ այդքան է հայցադիմում գրել։ Օրինակ 2021 թվականին ապօրինի որոշակի եկամուտներ են գեներացվում, ծախսեր են կատարվում ու կրկնահաշվարկ օրինակ բացառելու համար ապօրինի եկամուտից նվազեցումներ են կատարվում։ Արդեն նախադեպի արձագանքն, որ մեր հարգարժան ներկայացուցիչ դիտարկումներ եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հայցադիմումի ձևին եւ բովանդակությանը վերաբերող պահանջների հետ ուղիղ հակասության մեջ է գտնվում, որտեղ պարտադիր պահանջ է ներկայացնել եւ հաշվարկը Եթե հաշվարկ ունեն դրա մանրամասն բացվածքով եւ հայցում վկայակոչված կոնկրետ փաստեր, այստեղ որևէ, այսինքն այս հայցնել մեծ հաշվարկի մասին է, կոնկրետ յուրաքանչյուր փաստ պետք է վկայակոչվի։ Այդ փաստերը հայցում բացակայում են, այդ խնդրին անդրադառնանք դատավարության մեկ այլ փուլում, այս փուլում երբ որ մենք մատնանշում ենք հայց հաշվարկը ակնհայտ անհիմն է, նաեւ ելում ենք այդ համակարգից, որ մեր հարգարժան հայցվոր կողմի ներկայացուցիչների դիրքորոշումը ուղիղ հակասության մեջ է քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմ կողմից վկայակոչված կարգավորման կողմերը համաձայն են անցնենք առաջ։ Հավուշում մեր հարգարժան ասելքան և միլիոն։ 21 թվականին ձեր հնչեցված թիվը վերջնական է, պարոն Աբիյան։ Այդ ինչ որ ասեցին, որ հնչեցրեցին։ Պարոն Սաքարպետյան հայցադիմում ես ինչ-որ ժամանակ հայցադիմում համեմատություններ արեցի, պատմական գործարքներ, որ առանձնացված հայցադիմում։ Այսինքն վերիվա 21 թվով չունենք։ Այն ինչ որ հնչեցրեցինք չունենք։ Այն ինչ որ հնչեցրեցինք, այո, ես աշխատանքային ֆայլից եմ հնչեցրել։ Արմերն դուք եք համաձայն։ Այո, ինչ որ հնչեցրեցինք, դա վերջնական է։ Այո։ Հիմա ուրեմն խնդրում եմ ասել 21 թվականի
ձեր պահանջի մեջ H25 վերջի 4 բարբերություն։ Դուք նշել եք, որ 15/06/21 թվականին Հայկ Սահակապետյանը տարաժամկետ վճարման պայմանագրով ձեռք է բերել Միգոյան 2.3 շենքի 93 տարածքը 31.825.904 դրամով, որից օրինական է 26.641.867 դրամը։ Երեք բարբերություններիվ դուք նշել եք, որ Հայկ Սահակապետյանը վաճառել է 33.762.000 դրամով առողջարքի տարաժամկետ վճարման պայմանագրով նշված տարածքը, որից ստացված միջոցները դիտվել են օրինական։ Հիմա հարց։ Ձեռքբերման ժամանակ դուք ասում եք, որ մոտավոր թվերով եմ ասում, շուրջ 5.2 միլիոն դրամը ապօրինի է։ Այդ գույքը ձեռք է բերվել 21 թվականին եւ վաճառվել է ելի 21 թվականին։ Հիմա այդ գույքի ձեռքբերման ժամանակ միջոցները ապօրինի են եղել մոտ 5.2 միլիոն դրամով ու դա ձեր նշված թվի մեջ է ներառվում, թե երբ որ տարածքը վաճառել է եւ դուք այդ տարածքի վաճառքի 33.762.240 դրամը դիտարկել եք օրինական, դա մտնում է օրինականի մեջ։ Խնդրում եմ պատասխանել։ Պարոն Սահակապետյանից դաշվարքի տարբերություն մասը դիտարկելու որպես օրինականի կամքանով չէին համարվող ծախսերի մեջ։ Հիմա 33 միլիոն կոնկրետ հարց եմ տալիս, 33.762.240 դրամ օրինական է թե ապօրինի։ Օրինական, ամբողջությամբ օրինական։ Ո՞նց է լինում, որ ձեր ասած մեթոդաբանությամբ, եթե ես մի բան եմ առնում 100 դրամով 10 դրամ չունեի ըստ ձեր դիտարկման, ուրեմն 10%-ը ապօրինի է, եւ եթե վաճառեցի 200 դրամով, ապա դրա 10%, այսինքն 200 դրամի 10%-ը 20 դրամը ստացվում է ապօրինի, մինչդեռ դուք հիմա հայցուն գրել եք, որ Հայկը գույք առել, որի 5 միլիոն 200 Սահակապետյան հարցը հասկանալի է, համասով մյուս դատականիստին կամ հաջորդող դատականիստին, կարևոր մյուս դատականիստի Վարչյանի Սոժն է, լրացուցիչ կպարզաբանենք, ես պայն նշեմ հարգելի դատարան, որ սկզբնապես գույքը ձեռք բերելու ապօրինի հատվածը, որ պարոն Սահակապետյանը նշվեց, հաշվարկվել են օրինական եկամուտներով չէին հավողող ծախսերի մեջ։ Սա մասին լրացուցիչ։ Ինչն է պատճառը, որ լրացուցիչ ճշգրտելու անհրաժեշտություն կա։ Գործարքի գովանդացությանը պետք է նորմալիզնենք, որովհետև հաշվարկի դրամաբանությամբ սա գործարքի ապօրինի մասը ձեռքբերման բանը դիտարկվել է ապօրինի ծախսերի մեջ։ Հիմա ինչ հասկացանք պարոն։ Ես ձեր նշած 243.632.632 դրամը այս հանգամանքով պայմանավորվածների փոփոխվում է, թե չէ։ Որ նշածս այսօր։ Դուք նոր, այո, հնչեցրեցիք 24.843.815 փոխարեն, ասիկ պետք է լինի 243.632.648 փոխվում է էլի։ Պարոն Սահակապետյան, նաև նշեցի, որ կան գործարքներ, որոնք հայցադիմում առանձին են դիտարկված։ Ինչ է նշանակում հայցադիմում առանձին են դիտարկված։ Տարեկան հասցեով նշեցիք։ Այս գործարքի մասով, պարոն Սահակապետյան, այս գործարքի մասով առանձին նշում կա հայցադիմում մեջ։ Պարոն Աբրահամյան, հարցը նորից եմ տալիս։ Դուք նոր թիվ նշեցիք, ասացիք վնիպակ ա եղել 24 միլիոնի փոխարեն պետք է կարդան 243.632.000 եւ այլն։ Հիմա այդ տարեթվին վերաբերող մեկ այլ հանգամանք եմ մատնանշում։ Հարց եմ տալիս, այս թիվը վերջնական է թե էլի պետք է փոփոխվի։ Հետո էլի եմ հարց տալու երկու հատ, եթե դա ասեմ ձեզ, այս թվին վերաբերող։ Պարոն Սահակապետյան, ես նշեցի այդ թիվը, որը 240 միլիոնի մասով, դա վճարումների եւ այլ անձանց փոխանցումների մասին է, իսկ ես հաջորդող հարցը, որը անշարժ գույքի ձեռքբերման վերաբերվում, սա առանձին հայցադիմում նկարագրված է։ Այսինքն մենք ընդհանուր թվով չենք գրում, այլ առանձին այս դեպքի մասով, այս գործարքի մասով նկարագրություն կա հայցադիմում արդեն։ Այդ թվերը չեն կարող կշտվել, այսինքն մեկը մյուսի մեջ չի կարող աշխատել։ Հիմա ճիշտ ասած։ Հարց է 241 միլիոնը վերջնական է։ Այո։ Դե ես իմ ասած հանգամանքով կարող է փոփոխվի։ Ձեր ասած հանգամանքն ասում հայցադիմում առանձին նկարագրված է։
Բա էլ ինչն էր ճշգրտման, որ Հարգելի դատարանքը գույքի ձեռքբերման պահին ապօրինի մասը հաշվարկվել է ապօրինի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախսերի մեջ այդ 5 միլիոն դոլարացած 200,000-ի մասով հաշվարկվել է գործարքի մասով պետք է առանձին նայենք լրացուցիչնայենք, որ մյուս նիստով արդեն բացառաբանենք ինչի են այս մասով գույքի ձեռքբերման այս մասով դիտարկել այս հատվածը։ 3 տարի ինչ էի անում։ Չեք նայում։ Պարոն Սարգսակյան գործը ծավալ է եւ ես Ինչ կապ ունի։ Դրա համար օրենքի օրենսդիրը 1 տարի երկարացել է երկարացել։ Ներողություն եմ խնդրում, մենք քիչ առաջ ձեզ ասեցինք, որ եթե բազմաթիվ հարցեր կարող եք գրավել, որպեսզի մենք պատրաստ լինենք, այսինքն մենք չենք կարող ասել, որ բանի դուք ինչ հարց կարող եք տալ, որպեսզի այդ Այսինքն դրանք մտածածին թվերով այցելում Բանավեճի, պարոն Սաքապետյան, բանավեճի պետք չի վերածել, իսկ պարոն Աքինյան, դուք ցանկացած հարցի դատական նիստով պետք է պատրաստ լինեք։ Բանկին դրացիչները ունենք այս հարցերն մասով խոսքը վերաբերվում է Դավթաշեն անասպասմիկյան 2/3 շենքի 33 միլիոն դրամի օրինական լինելու։ Այդ խնդրեմ բարձրաբանել մյուս բոլոր դեպքերում, օրինակ իրավասու մարմինի մոտեցումը քաղաքականորեն տարբերվում է։ Եթե ինչով է պայմանավորված այս շենքը կամ այս տանշարժ գույքը ունի որոշակի յուրահատկություն, որ ապօրինի միջոցների արտահայտության պայմաններում դառնում է օրինական, ինչի այդ մոտեցումը մյուս գույքերի նկատմամբ չեք կիրառել։ Հարգելի դատարան, եթե չեմ սխալվում, այս մասով նորից եմ նշում մյուս դատական նիստին, մենք կհստակեցնենք, բայց եթե չեմ սխալվում, այս մասով ունենք ուրեմն անշարժ գույքի ձեռքբերում տարաժանկետ վճարման պայմանագիր կամ նենց պայմանագիր, որը վճարման մասով տեղեկատվությունը չի արտացոլվում։ Եվ ունենք անշարժ գույքի օտարման մաս, բանկային գաղտնի կազմող տեղեկատվությամբ անշարժ գույքի օտարման գումարը ավելի շուտ է ստացվել, քան ձեռքբերման ուղղված ծախսն է իրականացվել։ Այսինքն ունենք մեկ իրավիճակ, որ անշարժ գույքը պարոն Սարգսակյանի Հայկ Սարգսակյանի անվան հաշվարկվել է, սակայն սրա վերաբերյալ միջոցները, որը որ այս գույքի ձեռքբերման ուղղվել են ավելի ուշ, քան գույքի օտարումից ստացված եկամուտը։ Դրա համար իրավասու մարմինը գույքից ստացված եկամուտը դիտարկել է օրինական, իսկ ձեռքբերման ուղղված ծախսի ապօրինի մասը դիտարկել ապօրինի ծախսի մեջ։ Սրա մասով նորից եմ կշկնում հարգելի դատան, սա երևի թե այս գործի մեջ երևի թե միակ դեպքն է, որ գույքի ձեռքբերմանը եւ գույքի օտարման գործարքները մեկը մյուսին, այսինքն հենց փաստացի գործարքը որ տեղի ունեցել, ավելի վաղ է։ Խնդրում եմ հարգելի հայցվորին նշել հայցի բովանդակության մեջ որ տողի մասն է խոսքը։ Դատարան այս պահին չեմ կարող ասել այդ մասը հայցի բովանդակությունն է, բայց մյուս դատական նիստով, այսինքն մենք գործարքները կկանենք։ Անաստասմիկյան փողոցում գտնվող անշարժ գույքի։ Այո, հարգելի դատարան, սրա մասով 21 թվի վերաբերում։ Այո, հարգելի մասին է խոսքը, հարգելի դատարան, Ներողություն եմ խնդրում, մենք այստեղ պետք է դիտարկենք, այսինքն անշարժ գույքի օտարման վերաբերյալ գործարքի կատարման պահը, անշարժ գույքի ձեռքբերման գործարքի կատարման պահը եւ մենք տեսնում ենք, որ այսինքն անշարժ գույքի օտարման գումարը ավելի շուտ է ստացվել, քան անշարժ գույքի ձեռքբերման ուղղված ծախսը։ Հասկանալի է։ Եվ իրավասու մարմինը դրա համար օտարումը դիտարկել է օրինական, որովհետև փաստացի վճարումը, գույքի փաստացի վճարումը տեղի ունեցել ավելի հետո։ Պարոն Սարգսակյան, բացատրեք ես հասկանում եմ։ Նայեք, օրինակով բերեմ, սրա մասին ուղղակի մնացած փաստաթղթերը, օրինակ դու տարօրինակ վճարման պայմանագրով գնեք գույք եւ առաջի վճարումը չկատարելուց դեռ չկատարած ամբողջական գույքը վաճառեք։ Իրավասու մարմինը պետք է գնահատի, ներողություն եմ խնդրում, իրավասու մարմինը պետք է գնահատի առաջի փոխանցման ձեր անշարժ գույքի օրինականության եւ ապօրինության չափը, բայց եթե չկա փոխանցման օրինականության եւ այսինքն չկա փոխանցում, բայց կա արդեն իսկ օտարված մասը դիտարկվել ամբողջությամբ օրինական։
Պատկերացրու չեմ հասկանում ես։ նորից կշկենան պարոն Սարգսապետովյան։ Չէ, մի կրկնեք, եկեք հարցերով գնանք առաջ, որ հասկանամ, էլի։ Դե այս մասով 15 հունիսին, երբ որ ես Հայկին վաճառել եմ տարաժամկետ վճարումով գույք, դուք ասում եք Հայկը չուներ 31 միլիոն, ուներ 26 միլիոն, ճիշտ է, տարբերությունը ապօրինի է, ճիշտ է։ Այսինքն Հայկը ձեռք բերեց մի հատ գույք, որի զանգվածի մեջ 5 միլիոն 200 հազար դրամ կամ ինչ-որ տոկոս, ասենք 14% օրինակի համար ապօրինի էր։ Հետո Հայկը վաճառեց այդ գույքը։ Տարաժամկետ վաճառեց, ոչ տարաժամկետ վաճառեց, էական չի, վաճառեց 3-րդ անձին։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Հաջորդ գործակը վերաբերում է Հայկը ինձանից առավ, հետո Հայկը վաճառեց, ճիշտ է։ Հիմա դուք ասում եք Հայկը առավ, դրա մեջ 5.2 միլիոն կլորացած 10 կամ 14% ապօրինի զանգված կա։ Հետո Հայկը վաճառեց։ Հասկացա։ Ստացավ փող, հետո ստացավ, դեմից ստացավ, բներենով ստացավ, էական չի։ Վաճառեց գույք։ Էական է։ Պարոն Սարգսապետովյան, այստեղ էական է։ Մեր աշխատանքային ֆայլում հարգելի դատարանային անշարժ գույքի ձեռքբերման պայմանագիրը կնքվել է 15/06/21 թվականին։ Անշարժ գույքի ձեռքբերման վերաբերյալ 31 միլիոնի մասին է խոսքը։ Անշարժ գույքի ձեռքբերման վերաբերյալ փոխանցումը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին։ Մենք բանկային փոխանցմամբ հստակ իդենտիֆիկացրել ենք տվյալ տարածքի վերաբերյալ վճարման կարելի ասում եք 30։ Եվ մինչև ներողություն եմ խնդրում պարոն Սարգսապետովյան, եւ սեպտեմբերի 2-ին տվյալ գույքը օտարվել է, որը նաև էլի աշխատանքային ֆայլում երևում է եւ սեպտեմբերի 2-ին օտարման վերաբերյալ տեղեկատվությունը մենք ստացել ենք կադաստրի կոմիտեից։ Սեպտեմբերի 7-ին տվյալ գույքի վճարման փաստի վերաբերյալ տեղեկատվությունը ստացել ենք բանկային գաղտնիքից։ Այսինքն ունենք իրավիճակ, երբ որ անձը օտարում է գույքը եւ դրա համար վճարումը իրականացնում է 5 օր հետո։ Այսինքն իրավասու մարմինը չի կարող գույքի օտարման գործարքի օրինականությունը գնահատել, եթե վճարումը չկա կամ վճարումը օտարումից հետո է տեղի ունեցել։ Այս 15/06/2021 թվականը սա ինչ ամսաթիվ էր։ Հարգելի դատարան, սա կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվություն է, իմ աշխատանքային ֆայլերն են, կարող են կադաստրային գործն բացել։ Այս թվականին է կնքվել պայմանագիր անշարժ գույքի ձեռքբերման, սակայն այս անշարժ գույքի վերաբերյալ փոխանցումը տեղի է ունեցել ըստ բանկային գաղտնիքի 07/09/21 թվականին։ Ուղղակի որ գրել եք պայմանագրով ձեռք է բերել ու այսքան արժեքով։ Այո, Առաջին տպավորությունից թվում է, թե պայմանագրի կողմը դրա բոլորը համընկնում են եւ մինչեւ վճարումը իրականացնելը մենք ունենք կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվություն գույքը օտարելու մասին։ Այսինքն օտարված գույքի օրինականության եւ ապօրինության տոկոսը որոշելու համար մեզ պետք է վճարումը տեսնել, իսկ վճարումը տեղի ունեցել գույքը օտարելուց հետո։ Իսկ ձեռքբերումը եղել ձեռքբերման ուղղված վճարումը ծախսը եղել է սեպտեմբերին։ Սեպտեմբերի 7-ին, սեպտեմբերի 2-ին կադաստրի կոմիտեից տված տեղեկատվությամբ գույքը արդեն օտարվել է։ Ում կողմից, Հայկի կողմից 3-րդ անձին։ Ես էլի չեմ հասկանում։ Հայկը առնում է գույք, կապ չունի որորը։ Վճարում է դրա դիմաց, ասում եք այդ պահին ինքը չուներ բավարար օրինական միջոցներ, որ վճարել։ 5.2 միլիոնը դուք գնահատում եք այդ վճարման մեջ, կապ չունի սեպտեմբերի 1-ին է վճարել, հուլիսի 5-ին է, էական չի։ Էական է, պարոն Ինչ ոչ էական։ Էական է, որորը որ վճարել է։ Որորը որ վճարել է, այսքան վճարման փաստով ենք դիտարկում։ Այդ օրը չուներ 5.2 միլիոն։ ապօրինի։ Այո, դուք ասում եք այդ օրը 5.2 միլիոն չուներ, ճիշտ եմ հասկանում։ Այո, ճիշտ եք հասկանում։ Այսինքն այն գույքը, որ Հայկը ձեռք է բերել, ինքը 5.2 միլիոնի չափով, կլորացած եմ ասում, կամ պայմանական 14%-ի չափով ապօրինի է եղել, ճիշտ է։ Հետո երբ որ դա վաճառում է, Պարոն Սարգսապետովյան ինքը վաճառել է մինչև գնելու գործարքը կատարել է։ ոնց կարա ֆայլով տողերից ասեմ 16 ոնց կարա գույքը վաճառի առանց գնելու։ Պարոն Սարգսապետովյան, գործարքը փոխանցումը ֆիզիկապես կատարվել է կադաստրի կոմիտեից կնքված։ Ֆինանսական, ես մի բան մոռացեք ֆինանսականը։ Մի բան մոռացեք ֆինանսականը։ Պարոն Սարգսապետովյան, եթե մի բան մոռանանք ֆինանսականը, մենք կգնահատենք այլ ձևով, կդիտարկենք, որ գործարքը տեղի է ունեցել 15/06-ին,
Իսկ սեպտեմբերի Գործարքը տեղի ունեցել նախր պարոն Աբինյան ջան։ Պարոն Սայքնապետոյան։ Գործարքը դա իրավաբանական փաստն է։ Այո, Վճարումը երբ ա եղել է, նախորդ նիստում ենք խոսացինք, հաշվեկրման եղանակ, դրամարկղային մեթոդ։ Այո, սա հենց գործարքը դա նիստով ձեր ասած դեպքն է, երբ որ հարգելի դատարան կադաստրի կոմիտեով կնքվում է գործարք, եւ մենք տեսնում ենք բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությամբ այդ գործարքի հետևանքով իրականացվող վճարումը կամ ստացումը այլ ամսաթվով։ Այսինքն մենք ունենք իդենտիֆիկացրել ենք բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությամբ եւ դիտարկել ենք, որ սեպտեմբերին իրականացված փոխանցումը 93 տարածքի համար է եղել եւ մինչ այս փոխանցումը կատարելը սեպտեմբերի 2-ին գույքը օտարվել է։ Ես նաեւ օրինակ բերեցի, պարոն Ասատրյան, ներողություն եմ խնդրում, ես նաեւ օրինակ բերեցի, որ եթե նույնիսկ տարաժամկետ վճարման պայմանագրով դուք կամ ցանկացած անձ կգնի գույք եւ այդ գույքի համար դեռ չիրականացված առաջի վճարումը դեռ եթե չի իրականացվել եւ այդ գույքը օտարի, այդ գույքը ապօրինի հանելու համար մենք մեզ հարկավոր է որպեսզի վճարում իրականացվի։ Եթե մենք վճարման փաստով ենք դիտարկում, որ գույքը ապօրինի է, ոչ թե ընդհանուր գործարքի մասով։ Այսինքն եթե չկա վճարման փաստ, այդ գույքը արդեն օրինական է։ Շատ բարի, պարոն Աբինյան, ձեր դիրքորոշումները էլի պարոն Սարգսյան, ասում եք, եթե չկա վճարման փաստ, ուրեմն օրինական է, բայց այդ դեպքում 15/021 թվականին ո՞նց եք որակել, որ ապօրինի է, եթե վճարման փաստ չկա։ 15/021 թվականին կադաստրի կոմիտեով կնքվել է կադաստրի կոմիտեի գործարքին ո՞նց եք որակել ապօրինի։ 15/021 թվականին դա անշարժ գույքի օտարման վերաբերյալ պայմանագրի կնքման ամսաթիվն է։ Վճարումը տեղի ունեցել 07/09/21 թվականին։ Այն ժամանակ, երբ որ այդ դրա դիմաց արդեն ձեր բնդման օրինական միջոցներ ստացել է, հիմա այդ գործարքը ոնց եղավ ապօրինի։ Ինքն բարույթ եք իրականացնում, իսկ բացատրեք գործարքը տեղի է ներողություն պարոն Ասատրյան, գործարքը տեղի է ունեցել բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությամբ, գործարքը ունի կոնկրետ հաշվի համար, կոնկրետ բանկի կոնկրետ հաշվի համարից եւ մեր ներկայացրած ֆայլում դուք կարող եք տեսնել թե գործարքին նախորդող ինչ գումարներ են մուտք եղել հաշվի, այդ գումարների իրավասու մարմինին ինչ գնահատական է տվել եւ ըստ այդմ այդ փոխանցումը իրականացրելուց ինչի է այդ մասը օրինական եղել է, մյուս մասը ապօրինի, որովհետեւ նորից եմ կրկնում, այստեղ ունենք մենք բանկային փոխանցում, որը որ անկանխիկ փոխանցում է, իսկ մնացած գործարքները դրանք կանխիկ փոխանցումներ են։ Իսկ ինչու չի գրվում։ Այդ ամենը ինչու չի նկարագրվում հայցում։ Հարգելի դատարան, մենք երևի թե ձեր նախագահությամբ ունեցել ենք նիստ, որտեղ փորձել ենք մոտ 109 տոկոս նկարագրել, այսինքն բոլոր բանկային գործարքները նկարագրել, ինքը մեծ ծավալ է կազմում, դրա համար արդյունավետությունից ելնելով այս մասը, այսինքն բոլոր բանկային գործարքները չեն կարող այցելում նկարագրել։ Առնվազն սա առանձնահատուկ դեպք է եղել։ Սրա մասով տեսեք ինչքան պարզաբանելի բան կա այս գործարքում։ Ընդունել է ձեր դիտարկումը, ուղղակի եթե անհրաժեշտություն կա, սրա մասով ես կարող եմ հստակական նիստով բերել պայմանագրերը, կոնկրետ մանրանշել նաև բանկային փոխանցումը, որը իդենտիֆիկացրել է, պարոն Սարգսյան, անհրաժեշտություն տեսնում եք, որովհետև ձեզ նաև ձեզ տրամադրած նյութերից է դա երևում եւ կարող եմ մեր հաշվարկի համապատասխան տողերը ասել։ Ես անհրաժեշտություն չեմ տեսնում, դուք ինչ որ ասում եք անընդունելի է, ներկայացրեք դատարանին, համալիր դատարանը բան, որովհետեւ բացնի։ Դուք հիմա ասում եք մի բան, որը որ հակասության մեջ եք մտնում նույն ունեցեք 58/20-ի գործարքի հետ։ Դուք նույն տարաժամկետ վճարման պայմանը դրա ավելին ասեմ, նույն փաթեթի մեջ կա վճարման բացակայության վերաբերյալ, փաթեթի մեջ չկա վճարման փաստի վերաբերյալ որևէ տվյալ, դուք այնտեղ գնահատել եք այդ ամբողջ գույքի ձեռքբերումը ապօրինի, վերագրել եք կանխիկ գործարքին, դուք հիմա եկել եք այս նույն գործարքով ինձ բացատրում եք մի բան, որը որ արդեն իսկ այն մի գործարքով այլ հակառակ ձևով եք մեկնաբանել։ Պարոն Սարգսյան, ներողություն եմ խնդրում, ասեք։
նայեք, այն գործարքը նախորդ դատական նիստին մենք մանրամասն քննարկեցինք, այո, այնտեղ մենք ընդունում ենք, որ կա պայմանականություն, այսինքն կա մեծ ժամկետ գույքի վճարման մասով, եւ այդ ողջամիտ չի, որ ասենք ինչ-որ գույքի ձեռքբերման համար ամբողջ օրերի բաժանենք այդ փոխանցումները կոնկրետ օրենք դիտարկել են կոնկրետ պայմանագրի օրը, որովհետև նշում եք, որ տարաժանկետ վճարումը մենք նախորդ դատական նիստին ձեր ներկայացած այդ մասը քննարկեցին պարոն Սարգսապետյան, սա դիտարկվում է, այլ սա միակ դեպքն է գործում է, երբ որ գույքի ձեռքբերման ուղղված վճարումը տեղի է ունեցել գույքի օտարումից հետո գույքի ձեռքբերման վճարումը տեղի է ունեցել գույքը օտարելու գործարքից հետո ու իրավասու մարմինը ով մենք օրենք ենք խախտել օրենք չեք խախտել ես ասում եմ իրավասու մարմինը գույքի օտարումը դիտարկել է ամբողջությամբ օրինական իսկ գույքի դեմ իրականացված վճարման ապօրինի մասը ներառել է օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախսերի մեջ, որովհետև արդեն իսկ մենք ունենք օտարում այդ գույքի։ Լավ է, պարզ էր, այլ հարցեր։ Պարոն Մերյան, խնդրի նաև նախորդ դատական նիստում մեր շորտ պատետիների անդրադարձան, խնդրեմ հստակեցնել է դրա մասով, ոնց որ թե ասացիք հաջորդ դատական նիստին կունենանք դիրքորոշում, բայց մինչ օրս չկա որևէ դիրքորոշում։ Հաջորդ դատական նիստին պարոն Ասատրյան, ասել եմ դիրքորոշում կլինի, եթե անհրաժեշտություն լինի, համապատասխան միջնորդություն է նաև ներկայացվի։ Այս բանը դեռևս չունեմ միջնորդություն։ Դուք ասացիք, որ պատեր ավետին կքննարկենք այդ մեր ներկայացրած դիրքորոշումը։ Երբ այդ պատերը արել է պարոն Պարոն Սարգսապետյան, ես հարցին պատասխանեցի, երբ որ դիրքորոշում լինի այս մասով, մենք Քննարկված չի, ավարտված է, միջնորդություն սպասվում է, չի սպասվում, չգիտեք դեռ։ Ինչքան դա ձեր պատվիրացնում, ողջամիտ ժամկետը որ կքննարկվի։ Այս շատ կարևոր է։ Հարգելի նախագահ եւ իհարկե դատարանի չի հարցերում բայց որպեսզի մենք նաև մեր մարտավարությունը ճիշտ հասկանանք, խնդրեք զուտ հուշել նախորդի դատական նիստերով ներկայացրել արագացված դատականություն, այլ BMW մատնիշի մեքենայից գեներացված, դրանով արդեն կա հրապարակված դատական ակտ, թե չկա բան։ Շնորհակալություն։ Հարգելի դատարանից տարածքի հետ կապված անհրաժեշտություն կա, մյուս դատական նիստով փաստաթղթերը եւ մնացած մասը։ Դատարանի համար պարզ էր, ես անհրաժեշտություն չեմ տեսնում, կողմն էլ կարծես թե անհրաժեշտություն չտեսա, որ քննարկվի հարցը փակված է։ Հարգելի դատարան, եթե կարելի է նստած։ Ես վարույթին վերաբերող վարույթի իրականացման վերաբերող մի ընդհանրական հարց, ընդհանրական այսինքն վարույթի հիմքերին վերաբերող լավ։ Խնդրեմ, որ մի ուրիշ ձևով պետական շահերի պաշտպանության տեսանկյունից գործառույթների տրամաբանության մեջ հարցը տվել են, բայց այս հարցը տալիս եմ արդեն կոնկրետ ապօրինի ծագումնեցող գույքի բռնագանձման օրենքի կոնտեքստում։ Հարգելի հայցորներ, օրենքի 4 հոդվածը սահմանում է, որ մեջբերեմ կարճ վերաբերելի հատվածը օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի առնչությամբ համապատասխան միջոցառումներն իրականացնող մարմինները պարտավոր են ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության մասին իրենց հայտնի դառնալու պահից 10 օրյա ժամկետում այդ մասին տեղեկացնել իրավասու մարմնին եւ փոխանցել այն բոլոր փաստաթղթերի տվյալները, որոնք կարող են վերաբերել օրենքով սահմանված ուսումնասիրության հիմքերին։ Եվ նախատեսված գործընթացի վերաբերյալ տվյալները ենթակա չեն հրապարակման։ Երկու հարց ունեմ ստեղ, խնդրեմ ուղղակի դատախազության դիրքորոշումը լսել, առայն իրավական պրակտիկայի տեսանկյունից ոնց է տեխնաբանվում հայցորի կողմից։ Ես ճիշտ եմ հասկանում, եթե օղովնեյով է սկսվում վարույթները, ապա օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինները հենց իմացան ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ տվյալ ունեցան,
ապա 10-օրյա ժամկետում պետք է հայտնել դատախազությանը, ճիշտ է հասկանում։ Այո, այսինքն դա ենթադրում է, որ դատախազությունը մեր խնդրահարույց գրությունը, որ մեր տեսանկյունից խնդրահարույց գրությունը, որ ստացել է, ոստիկանությունը դրանից ոչ ավել, քան 10 օր առաջ պետք է տեղեկացված լինի ենթադրյալ ապօրինի գույք ունենալու մասին, ճիշտ է հասկանում։ Այսինքն ենթադրվում է, որ ՕՀՄ-ն պետք է իրականացված լինես 10 օրյա ժամկետում։ ՕՀՄ-ի արդյունքներով այդ տվյալները ստացվել են 10 օրյա ժամկետում։ Այսինքն ՕՀՄ-ն չի իրականացվել, ՕՀՄ-ի արդյունքները ամփոփվել են, այդ տվյալները ստացվել զեկուցակի համակարգին են հանդիսացել 10 օրյա ժամկետում է հայտնի դարձել։ Այ ձեր կարծիքով որ պահն է համարվում, երբ որ օպերատիվ մարմինը իմանում է այդ մասին։ ՕՀՄ-ի արդյունքները ամփոփելուց հետո, այսինքն ՕՀՄ-ն չի իրականացել 10 օրյա ժամկետում։ Խոսքը դրա մասին չէ, խոսքը ՕՀՄ-ի արդյունքների մասին է, որի հիման վրա զեկուցագիր է կազմվում։ Այսինքն, երբ որ ՕՀՄ-ն ավարտում են, կազմում են զեկուցագիր, այդ զեկուցագիրը, այսինքն ձեր կարծիքով այդ պահը, այդ 10 օրյա ժամկետը կամ այդ պահը, որ իրենց հայտնի է դառնում, ՕՀՄ-ի արդյունքների ամփոփման մեջ պետք է լինի, ճիշտ է հասկանում։ Շնորհակալություն։ Այսինքն ամփոփվել են ու ուղարկվել են դատախազություն մայիսի 2021 թվականի մայիսի 20։ Ես մի քիչ այլ ձևակերպում ունեմ, որովհետև դա արդեն ես մի քիչ մտնում ՕՀՄ-ի ընթացքի մեջ, որովհետև ինքը պետք է կասկած ունենա, որ սկսի ՕՀՄ-ն ու ՕՀՄ-ն պետք է իրականացնի 10 օրյա ժամկետում, որովհետև այլապես ինչից վերցրեց, որ պետք է ՕՀՄ-ը սկսի։ Այստեղ շատ կարևոր հարց է առաջանում։ Դատախազությունը այս 10 օրյա ժամկետի պահպանման վերաբերյալ արդեն մինչ ուսումնասիրություն սկսելու նախաձեռնելու որոշման 10 օրյա ժամկետի վերաբերյալ որևէ հսկողական գործառույթ ունի, թե չունի։ Պարոն Սահակապետյան, ինչպես նշել եմ, օպերատիվ հետազոտական միջոցառումների նկատմամբ վարչությունը իրավասություն չունի վերահսկողություն իրականացնելու, իսկ իրավաչափը եղել թե չէ, դա արդեն պարզաբանեցիք, որ կարող եք ստանալ։ Հիմա վերջին նախադասությունը սույն պարբերությամբ նշում է հետևյալը, սույն մասով նախատեսված գործընթացի վերաբերյալ տվյալները ենթակա չեն հրապարակման։ Այ սույն մասով նախատեսված գործընթացը, ես ճիշտ եմ հասկանում, դատախազության դիրքորոշումն եմ ուզում հասկանալ իրապրակտիկայի ձևով։ Այն օպերատիվ հետախույզը նստեց, ամփոփեց իր նյութերը, հասկացավ, որ արդեն կա ապօրինի գույքի կասկած, այդ պահից հետո ընկած 10 օրյա ժամկետի մասին է, որ ենթակա չի տվյալները հրապարակման։ Ինչ ասել այս մասին։ Որ տվյալների մասին է խոսքը, որ ենթակա չի հրապարակման։ ՕՀՄ-ի փաստաթղթեր է, փաստաթղթաշրջանառության օպերատիվ հետազոտական միջոցառումների ընթացքում կազմած փաստաթղթերի, որի հիման վրա այս զեկուցագիրը ներկայացվում է, պարոն Սահակապետյան։ Պարոն Մերնեջյան, ես դրա համար էլի սկզբից եկա։ Այսինքն սույն հոդվածի սույն կետի 1-ից 5 առաջին մասի 5-րդ կետի առնչությամբ հարուցվող վարույթների ՕՀՄ-ին վերաբերող իրավահարաբերություններն է կարգում։ Ես առաջին հարցս որ տվեցի, փորձեցի ես ինքս հասկանամ, թե այս նշված նորմերի կարգավորումը, որ ինչպես որ նորմն է, 4-րդ ապօրինի ծագումեցող գույքի բռնականացման օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասի մեջբերում է վերաբերելի մասը։ 5-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի առնչությամբ, այսինքն ՕՀՄ-ով հարուցվելու առնչությամբ, ՕՀՄ-ի հիմքով հարուցվելու առնչությամբ, համապատասխան միջոցառումներ իրականացրած մարմինը, այսինքն տվյալ դեպքում ոստիկանությունը, պարտավոր են ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության մասին, դա ըստ ձեզ այդ որոշումն է, ճիշտ է, ՕՀՄ-ն ավարտելու որոշումն է, մասին իրենց հայտնի դառնալու պահից 10 օրյա ժամկետում տեղեկացնել իրավասու մարմնին, փոխանցել փաստաթղթերը եւ այլն եւ այլն։
Հիմա հաջորդ կետը, դուք ասացիք, որ այս իմ ասած նախադասությունը վերաբերում է այն պահից սկսած, երբ որ իրան հայտնի դառավ ուսումնասիրություն սկսելու հիմք կա, իր մոտ ներքին կասկած ձևավորվեց, այդ պահից մինչև ձեզ ուղարկել է 10 օրյա ընթացքին է վերաբերում կամ կարգավորում ես նորմալ, ճիշտ եմ հասկանում ես։ Այո։ Հիմա սույն մասով նախատեսված գործընթացի վերաբերյալ տվյալները ենթակա չեն հրապարակման։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, այդ տվյալները ենթակա չեն հրապարակման, այդ 10 օրյա ժամկետում ձևավորվող տվյալների մասին է խոսքը։ Դուք ասում եք ՕՀՄ-ի, չգիտեմ ինչի ես, ՕՀՄ-ն անցել, ՕՀՄ-ն վերջացել արդեն, ինքը ամփոփել է, իր մոտ կասկած առաջացել, որ 10 օրյա ժամկետ հարցը հասկանալ, այդ 10 օրյա ժամկետն է, 10 օրյա ժամկետում որ փաստաթղթերը ներկայացվում են, մասնավորապես զեկուցագրի, որ զեկուցագիր է ներկայացվել իրավասու մարմնին, որ զեկուցագիր թե դրություն։ Այս դրությունը որ ուղարկվել է ներքին գործերի նախարարությունից, խոսքը սրան է վերաբերում, որ այդ գրությունը ուղարկվել է ու դրա հիման վրա իրավասու մարմինը ստուգում է իրականացնում ուսումնասիրություն սկսելու հիմքեր առկա են, թե առկա չեն, այդ գործընթացին է վերաբերում, այսինքն երբ որ գաղտնիության ժամանակահատվածը կամ ռեժիմը ավարտվում է, այլևս ինձ հայտնի է դառնում, որ իմ նկատմամբ իրականացվել է ուսումնասիրություն, սույն կետով նախատեսված սահմանափակումը վերանում է, ճիշտ եմ հասկանում։ Վերանում է այն առումով, որ դուք արդեն տեսնում եք այդ գրությունը, որը որ մենք ստացել ենք։ Շնորհակալություն։ Ես բավարարված եմ դատախազության դիրքորոշումից։ Այլ հարցեր։ Այլ հարցերը շարունակեմ Մարգարիտ դատարան։ Սկզբունքային մի հարցի կուզենայի անդրադառնալ Մարգարիտ դատարան։ Նախորդ հայցադիմումի մեջ, այսինքն երկրորդ միջնորդության մեջ կամ նոյեմբերի 11-ի միջնորդության մեջ եւ ինչպես նաեւ սկզբնական հայցադիմումի մեջ երբևէ տեղ չի գտել որևէ փաստ, որ եթե ես որևէ ընկերության տվել եմ փոխհարություն եւ դրա մի մասը ապօրինի է, պահանջի իրավունքից բացի դատախազությունը պահանջի այդ ընկերության բաժնեմասը։ Հարցերից հերթական հարցերս այս դեպքին եմ վերաբերում, հարգելի դատախազություն, խնդրեմ բարձրաբանեք կամ իրազեկեք տարբերակ մեկ, ես երրորդ անձին պատկանող ընկերությանը տվել եմ փոխհարություն եւ ձեր դիտարկմամբ դրա մի մասը ապօրինի է, ապա բացի պահանջի իրավունքից դուք իրավունք ունեք, երրորդ անձին պատկանող բաժնեմասը ձեր մեկնաբանմամբ պահանջում ներկայացնում։ Շնորհակալություն։ Դեպք համար 2. Ես տվել եմ մի ընկերության, որի բաժնեմասը կրկին պատկանում է երրորդ անձի, հետո ձեռք եմ բերել այդ ընկերությունը, այսինքն փոխհարությունը ըստ ձեր դիտարկմամբ տալու ժամանակ, որ այդ մասը դիտարկվել է ապօրինի, ես չեմ եղել բաժնետեր, հետո եմ ձեռք բերել։ Այս դեպքում ո՞նց է գնահատականը։ Անսահմանական կոնկրետ, եթե հայցի փաստական ընկերությունից դեպքը, ասեք կոնկրետ որ դեպքին է վերաբերում, որտեղ պիտի գնահատվի, էլի, փաստացի դա մեր գնահատմամբ ներդրում է եղել, թե ոչ։ Կոնկրետ հարցի որ գործարքին է վերաբերում, որ փաստական գործարքին է վերաբերում։ Ես ու բոլոր իրավիճակները հասկանամ, որ իմ հաջորդող հարցերը ձևակերպեմ մի տկարել, 4 իրավիճակում, տարբերակ 1, որ հարցի մասով պարոն Սատապյանց միայն կոնկրետ իրավիճակում կարող եք հարցի պատասխանել։ Լավ, տարբերակ 1-ը, եթե ես երրորդ անձին պատկանող ընկերությանն եմ տվել փոխհարություն եւ դրա մասնակի ապօրինի է, ճիշտ է։ Ապա երրորդ անձի պատկանող բաժնեմասը դուք չեք ուզում, ճիշտ եմ հասկանում։ Դի հասկանանք, իրական շահառուն սուբյեկտն է թե ոչ, եթե այո, եթե ոչ, ոչ։ Կոնկրետ փաստական հանգամանքներից է կախված։ Եթե դուք ուղղակի ինչ-որ երրորդ ֆիրմայի փոխհարություն եք տրամադրել, մենք տեղեկություն չունենք, որ իրական շահառուն դուք եք, այդ դեպքում բնական է, որ ազատություն։ Լավ, եկաք իմ հաջորդ հարցին միանգամից, հիմա դուք ձեր հայեցադիմումի 1 ու 2 կետում նշել եք, որ ուսումնասիրության ընթացքում ստացված տվյալները վկայում են այն մասին, որ ֆիզիկական մի շարք անձանց կողմից ձեռք բերված գույքերի իրական շահառուն, այսինքն անձը ում անունից օգտին կամ որի հաշվին իրականացվել է գործարքը,
կամ ով վերահսկել է գործարքը, ի սկզբանե հանդիսացել է Արմեն Սարգսակյանը եւ այդ գույքերն օրենքի իմաստով անհրաժեշտ է դիտարկել որպես վերջինիս պատկանող պայմանավորված համապատասխան գույքերի իրական շահառու հանդիսանալու հանգամանքով եւ տողի տակը գրել եք մանրամասն տես 3 կետ։ Ես անկեղծ ասած կետ 3-ը, քանի որ շատ մեծ ծավալ ունի, կարդում եմ անընդհատ կարդում չեմ գտնում մի հատ կետ, որտեղ որ դուք պահանջ եք ներկայացրել կամ դեպք եք նկարագրել, որ որևէ գույքի, որևէ ընկերության, որևէ բաժնեմասի, որևէ ակտիվի նկատմամբ ես հանդիսանում եմ իրական շահառու։ Խնդրում եմ մատնանշեք, որն է դա։ Պարոն Սարգսակյանի 3.1-ից սկսվում է վերլուծությունը եկամուտ ծախսերի ըստ Այդքան գիտեմ հետո։ Ու մի ընտատեք ես հարցի պատասխան տա Սարգսակյան։ Տրամաբանությունը հետևյալն է, ընդհանուր վերլուծությունը իրականացնել պարոն Սարգսակյանի եւ փոխկապակցված անձանց։ Եթե ինչ-որ մասնակցություններ, կազմակերպություններ ու ձեռքբերումներ չեն հիմնավորվել օրինական եկամուտներ դիտարկելու ապօրինի, դա դիտարկվում է որպես պարոն Սարգսակյանի իրական շահառու դիտարկվել է պարոն Սարգսակյանը ու այդ դրամական միջոցները, մասնակցությունները, ինչպես նաև ապօրինի գնահատված գույքերը պահանջում են պարոն Սարգսակյանը, այսինքն համարում է, որ իրական շահառու որտեղ է գրած։ Տրամաբանությունը պարոն Սարգսակյանից վերլուծությունն ձեր ձեռքբերումների եւ ծախսերի։ Պարոն Մերոյանի արգելի դատախազության ներկայացուցիչներ կոնկրետ ասեք, այդ որ ասում եք, որտեղ է գրած, որտեղ է գրած, ես որտեղ կարդամ որ հասկանամ։ Երկու կետ։ Որտեղ հիմա ինչ որ հարց է, ինչպես։ Երկրորդ կետում նշվել են այն մասնակցությունները, գույքերը, որոնց իրական շահառու դուք եք, իսկ 3.1-ից սկսած իրականությունը արդեն ծախսերի վերլուծություն։ Մանրամասն տես 3 կետ ներքև։ 3.1-ը վերաբերում է եկամուտ ծախս վերլուծությանը։ Հիմա կոնկրետ կարող եք երրորդ կետում ցույց տալ այն դեպքը, կրկնում եմ, որ ֆիզիկական մի շարք անձանց կողմից ձեռք են բերվել գույքերի իրական բերված գույքերի իրական շահառուն վերահսկվել է իմ կողմից եւ ի սկզբանե ես եմ հանդիսացել։ Այդ կարող եք այդ մի հատ օրինակ ցույց տալ։ Ասեք, այս է դեպքն է։ Օրինակ նա լուցկու չոփ եմ արել, այդ լուցկու չոփը ասեք, որ ես արել եմ պարոն Ասատրյանի համար։ Օրինակ պարոն Ասատրյանին ես ավտոմեքենա եմ ժամանակին վաճառել։ Կարող է դեպքն եք դիտարկել, ես չգիտեմ դուք ինչ եք դիտարկել։ Խնդրում եմ հեղում արեք, եթե պիտի գաք մեկնաբանեք ստեղ, ուրեմն տատը գրեք ոչ թե տես կետ 3, այլ գրեք կգամ դատարանում կմեկնաբանենք։ Խնդրում եմ կետի հղում կատարեք։ Օրինակ 16 թվականից սկսած, պաշտոնավարումից սկսած, նշված է Ռուբեն Սարգսակյանը ներկայացրել է այսքան աղան, որը դիտարկվել է օրինական, դա դիտարկվել է ձեր օրինական եկամուտից, ընդհանուր է իրականացել հաշվարկը եւ փոխկապակցված անձանց մասով։ Տրամաբանությունը հանգում է դրան, որ դա նաև բխում է նաև Եվրոպական դատարանի որոշումներից, որ վերլուծության մեջ կարող է ներառվել նաև ընտանիքի անդամները, որոնք նույնպես կրում են վերահիմնավորելու ձեռքբերումների օրինական եկամուտը, հիմնավորվածությունը, եթե չի հիմնավորվում, իրական շահում հաշվանում որ պաշտոնատար անձ է, դիտարկվել եք դուք ու գումարի բռնականոն պահանջ ներկայացվել է ձեզ։ Դա հայցի մեջ նշված է պարոն Մերոյան։ Սա իրավական դիրքորոշում արգելի դատարան։ Պարոն Մերոյան, իսկ 1.2-ում երբ նշել եք ֆիզիկական մի շարք անձանց կողմից։ Դա վերաբերում է փոխկապակցված անձանց, որոնք որ ընդհանուր վերլուծություն ընդհանուր են դիտարկվել։ Եկամուտները, ծախսերը Վարույթի իմաստով փոխկապակցված անձանց։ Փոխկապակցված անձանց օրենքի ապօրինի ցուցակների բնագազման մասին օրենքի իմաստով։ Նույնն է դրանք օրենքի իմաստով եւ վարույթի իմաստով անձանց շրջանակը կարող եք անուն ազգանուններով ասել, օրինակ ովքեր են այդ փոխկապակցված անձանց։ Փոխկապակցված անձանց շրջանակը հայցակցի հստակ նկարագրել են։ Այսինքն, եթե ես հարազատական ավտոմեքենա եմ վաճառել կամ Արմեն Հարությունյանից տվել է 500,000 դրամ փոխառություն, այդ դեպքերին չի վերաբերում։ Դե վարույթի իմաստով իրանք են փոխկապակցված։ Առաջին դեպքը
երբ մեքենայի վաճառը դա գնահատվում է ըստ ձեռքբերման օրինականության, երկրորդ դեպքում, եթե հիմքերը տեսնում եք, թե ինչի երկրորդ դեպքում դուք եք մեքենա ձեռքբերել, թե Պարոն Մերիջան, ամենայն հարգանքով էլի, հարգելի դատարան, իմ բոլոր հարցերը մեկնաբանում է, որ ես չգիտեմ ինչ որ հարցեր են տալիս, որոնք որ նպատակ են հետապնդում, ես մեկ հայտարարություն եմ էլի ուզում անեմ։ Ես գտնում եմ, որ սույն օրենքը եւ սույն վարույթները շատ լավ վարույթներ են պետության կայացման եւ ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Երկու ձեռով ստորագրում եմ սրա տակ։ Ես անընդունելի եմ համարում, հարգելի դատարան, որ հայցորը ներկայացնում է հայցադիմում, դրա մեջ հղում է կատարում ինչ-որ կետերի, որի վերաբերյալ ես որևէ տրամաբանություն կամ որևէ տեղեկություն չեմ կարող ստանալ։ Ես ինքս չեմ կարողանալ բաժանել։ Հիմա ինչ ասում եմ, ինքը սկսում է ընդլայնել ու ինչ-որ հարցերի պատասխանել։ Հարգելի պարոն Մերոյան ջան, խնդրում եմ, ասեք, կոնկրետ որ գործարքն է, որ ես այլ գործերով գիտեմ, որ օրինակի համար դուք ասում եք, որ այս ինչ մարդը իր վարորդի անունով այս ինչ բանն է ձևակերպել, ապացույցներ եք դնում, ասում եք, որ վարորդը չէ կարող ունենալ այսքան գումար, չգիտեմ, վարորդը ընդհանրապես այդ գույքի տեղն էլ չգիտեր, ինքը վերահսկել է այս գործարքը, զանգերն ինքն է կատարել, քրեական գործից ապացույցներ եք բերում, սենց հիմնավորում եք։ Դուք հիմա եկել եք, ասում եք, հերս ավանդ է դրել, ու դա ասում եք, որ այդ իմաստով ես փոխկապակցված եմ կամ վերահսկել եմ այդ գործարքը, դուք լուրջ եք ասում սա։ Ու ասում Սակապետյան դա բխում է, ես պատասխանեցի հարցին բխում է Եվրոպական դատարանի որոշումներից։ Ընտանիքի անդամները ներառում են հաշվարկում երկրում են ապացուցման պարտականություն հիմնավորելու և ձեռքբերումների օրինական եկամուտներով հիմնավորվածությունը։ Եթե չի հիմնավորվում օրինական եկամուտի ափիումներով, գործում այն կարգավարկված է, որ իրական շահառուն այդ գործարքների դուք եք եւ հետեւաբար այդ դրամական միջոցները բռնագազման են ենթակա ձեզնից։ Եթե դուք դրա այդ համաձայն չեք, դա արդեն Հիմա կոնկրետ հարց, Ալեքս Հակոբյանը իմ ընտանիքի անդամն է, թե չէ, սույն վարույթի իմաստով։ Այդպես հենց շրջանակում չի ներառվել։ Չի ներառվել։ Լավ, քանի որ նոմանի մասին ենք անընդհատ խոսում, հիմա հարց է տալիս, որ գնանք Էլենին հարցին։ Հիմա դուք ասում եք, որ եթե ես տվել եմ փոխհարություն 3-րդ անձի պատկանող ընկերությանը, ապա եւ այդ 3-րդ անձը իրական շահառուչ է, հենց նոր ասացիք, որ Սարգսապետյան Արեգետ իրական շահառուչ է, ճիշտ է։ Փոխկապակցված։ Այո, փոխկապակցված, այսինքն այս իրանց այս 3-րդ կետին հղման իմաստով շահառուչ է։ Հիմա հարց. մենք այս քո ագրոընկերությունը փոխհարությունը տալու պահին հանդիսացել է Ալեքս Հակոբյանի անունով։ Դուք ո՞նց եք ձեր հայցով Ալեքս Հակոբյանին պատկանող գույքը ուզում, ինչա որ ես տվել եմ 27 միլիոն դրամ փոխհարություն, որի 6 միլիոնը չի հիմնավորել։ Եվ դրա պահանջի իրավունքն եք ուզում։ Խնդրում եմ պատասխան։ Այս ներկայացման պայմաններից այդ տվյալները ստանալու դրությամբ ռեգիստրից, այդ տվյալները չեն եղել, որ ընկերությունը օտարվել է Ալեքս Հակոբյանին։ Այդ պատճառով էլ գույքի բռնագազման պահանջը ներկայացվել է ձեզ, այսինքն Տիտոսային։ Ուրեմն դուք այդ ինֆորմացիային դուք շատ լավ տիրապետում եք։ Այդ ինֆորմացիայի վերաբերյալ առաջին 3 դիրքորոշումների մեջ ես տվել եմ ձեզ փաթեթ։ Դուք ընդհանրապես դիրքորոշում եք ներկայացրել, որ Փաթեթ եմ տվել։ Փաթեթ եմ տվել, որի մեջ երևա ռեգիստրի վկայական, որի մեջ երևում է ես երբեմն Ալեքս Հակոբյանին նվիրել այդ բաժնի մասը։ Ռեգիստրի փաթեթ եմ տվել ձեզ։ Դուք տիրապետել եք այդ ինֆորմացիային։ Պարոն Հակոբյան, դուք ընդհանրապես դիրքորոշման գրել եք, որ դուք բիզնեսները, այսպես ասած, բաժանել եք եւ այդ դրա շրջանակներում կազմակերպությունը, ընկերությունը օտարել է Ալեքս Հակոբյանին։ Ինչ որ մի պահից իմացավ Տիտկոսային սեփականատերը ով է, այդ մասով փոփոխություն եղավ, այցում թե չէ, թե շարունակեցին։ Դեռևս չի եղել։ Դեռևս այլ երբ պիտի պահանջի։ Վերջերս պահանջեց ձեր հերթական միջնորդություն։ Հա, 4-րդ, չէ, 4-րդը 5-րդ, վերջին դիրքորոշումը։ Ես փաստի մասին բան չկա դեռ, հարգելի դատարան։ Դա երրորդ դիրքորոշումը։ Հարգելի դատարան, դատախազությանն է,
պաշտոնապես հայտարարել, ներկայացվել է, դատախազությունը շատ լավ գիտեր եւ առնվազն կարող էր իմանալ, ռեգիստրին հարցում արել, ռեգիստրի փաթեթի մեջ է դա երևում։ Եվ վերջի օնլայն տիրապետում են էլի, այդ հարցումները, այսքան հարցում են կարել, էս են կարել, օնլայն տիրապետում են, մենք գրում են ընկերության անունը, միանգամից տեսնում են ով է բաժնետեր։ Սա մեկ անգամ եւս գալիս է ապացուցելու, որ դատախազությունը այս հայցը ներկայացնելով ոչ թե նպատակ ունի ենթադրյալ կոռուպցիայի դեմ պայքարել, նպատակ ունի վնաս տալ։ Ինչի որովհետև հասկացանք պահանջ եք ներկայացնում կամ իրավունքներ ունեք, բայց ինչ է երրորդ անձին պատկանող ընկերությունը բռնագանձում մեր տունը կառուցում։ Ես նշեցի պարոն Սարգսյան, պատճառը որն է եղել ծեզից է ներկայացրել բռնագանձման պահանջը, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ գործարքին, պարզապես իրավասումն հարցումներ անի հանգամանքներ ճիշտ է գործարքի հանգամանքների 5 տարի հարցում է։ 5 տարի մասին չի։ 5 տարի հարցում է կանում։ 5 տարի առաջ է փոխվել բաժնեմասը։ Հարգելի գոհար, իրական շահառուի հետ կապված հարցներ քննարկենք, ոչ աշխատանքային ժամն ենք օգտագործում, ավարտենք գործի քննությունը, այս նիստը կշարունակենք հաջորդ նիստով։ Իրական շահառուի հետ կապված փաստորեն միայն նշվել է 1.2-ը, հղում է արվել հայցի երրորդ կետին, հայցի բովանդակության, որտեղ այլևս գնահատական չկա, այսինքն կոնկրետ վկայակոչում չկա, որ այս գործարքով իրական շահառուն պարոն Արմեն Սաքապետյանն է, ճիշտ եմ հասկանում։ Այդ կետում նշվել է, որ իրական մի շատ մի քանի ձեռքով իրական շահառուն դարձել է պարոն Արմեն Սաքապետյանը, իսկ վերլուծության մեջ հարգելի դատարանք երրորդ կետից սկսած տարեկան վերլուծությունները։ Նշվել է օրինակ այս գույքի օտամից ստացվել է այսքան օրինական եկամուտ։ Բնականաբար խոսքը վերաբերում է պարոն Սաքապետյանի միջոցների գնահատմանը, օրինական է թե ապօրինի ոչ թե այլ։ Եվ այդ անձինք բացառապես երկրորդ կետով նշված անձինք են, այստեղ նշված է հայրը, մայրը, դուստրը, որդին, միայն այդ անձինք են։ Արեգ Սաքապետյանի մասով ոչինչ չեմ տեսնում։ Շրջանակում ներառված չարի։ Իսկ կա իր կողմից գործարք, որի իրական շահառուն պարոն Արմեն Սաքապետյանն է։ Այս բանի նոր փաստական հանգամանք չեն։ Իսկ ներողություն իրավաբանական անձանց մասով, այսինքն փոխկապակցված իրավաբանական անձանց գործարքները, կատարած գործարքներ կան, որ իրական շահառու է դիտվել պարոն Արմեն Սաքապետյանը, ընկերությունը արել։ Շրջանակում ներառված անձանց մասնակցությունների ձեռքբերումները եւս կան այլ ֆիզիկական անձինք, որոնք նշված չեն երկրորդ կետում, բայց իրենց կողմից կատարված գործարքները, ծախսերը, ձեռքբերումները դիտվել են Արմեն Սաքապետյանի կողմից կատարված կամ իր օգտին կամ իշայրեն կամ իր հաշվին կատարված։ Կան այլ անձինք, չկան։ Ագնահատական պահանջի մասով տված բազաբանումներից հետո պահանջը Արեգ Սաքապետյանին վերաբերելի ընկերության նկատմամբ ակնհայտ անունն է եւ պահանջի հետ կապված մասով ներկայացնում արագացված դատաքննության միջնորդություն, հաշվի առնելով տրված բազաբանումները, երևում քաղաքացիական դատավարության օրենսգիրքի երկրորդ դոկտորացի իմաստով մեծ հաշվով որևէ հիմք տրամաբանություն չկա պահանջի շարունակության մեջ, այն անհիմն է, որ ակնհայտ եւ այդ պահանջի մասով ճանաչում իրարել արագացված դատաքննություն։ Խնդրում եմ հիշեցնեք եւ կոնկրետ նշեք, որ պահանջն է։ Ես Հարինաթով խոսքը 34-րդ էջում 1.2 ագրոընկերությունում Արմեն Սաքապետյանի պատկանող բաժնեմասն ամբողջությամբ բռնագանձելու պահանջին է վերաբերվում, վերևից 4 պարտն կետն։ Չորթը որն է UM ագրոն։ 1.2 Այ գնայք 1.2 ագրոն։ Լավ։ Միջնորդության վերաբերյալ որևէ դիրքորոշում չեսնել է հայցբուրում։ Հանգել դատախազում ես փուլում չքննարկել ներկայացված միջնորդությունը եւ հնարավորություն ընձեռել հայցբուրին օգտվել իր տնօրինության սկզբունքից եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել փաստական հանգամանքներից գործարքի առողջին ճշտելու եւ համապատասխան միջնորդություններ ներկայացնել։
Օրինակ, առարկության ներկայացված դիրքորոշման դեմ առարկում եմ, որովհետև այն գործողությունները, որը իմ հարգելի գործընկերը պնդեց, այդ պետք է իրականացնել ուսումնասիրության փուլում, այսինքն ելի լրացուցիչ հանգամանքներ պետք է քննության առարկադառնան։ Եթե նոր ուսումնասիրությունը նոր ծավալով, մենք էլ տեղակ լինենք, դրա դեմ իմանանք ինչպես պաշտպանվել։ Եթե ուսումնասիրությունը այս հարուցելու փաստով ավարտված է, Ես վկայակոչված գործողությունների իրավաչափչության դիտարկում ու դրա հիմքով հետաձգելը ես խնդրում եմ ներկայացրած միջնորդությունը հիմնության առարկադարձնենք եւ մեր համար կանխատեսելի է չի դատախազության վարկագիծը այս վարույթի շրջանակներում ավելին փոփոխական է, հետեւաբար պետք է գնահատականը կոնկրետ բաղի տան։ Լավ, հասկանալի։ Այսքանն էր պլանները ձեր։ Մենք ամրացնում ուսումնասիրության դեպքում այդպիսի տվյալներ մենք չենք ունեցել, ինչպես նշեցի, ռեգիստրի տվյալները, որ մենք ստացել ենք, այդ գործարքի մենք չենք իրականացել։ Կոնկրետ երբեք ստացել, երբեք իմացել եք։ Ռեգիստրի տվյալները մինչև հայցադումի ներկայացումը, հայցադումի ներկայացման պահին արդեն նվիրատվությամբ օտարված է եղել մասնակցությունը իրավաբանական անձը։ Չհասկացա։ Հայցադումի ներկայացման պահին արդեն օտարված է եղել, բայց ինֆորմացիան որ ստացել ենք, այդ պահին այդ գործարքում մենք չենք, այսինքն ինֆորմացիան ստանալուց հետո մինչև հայցադումի ներկայացումն է օտարված։ Երբ փաստացի իմացեք, տեղեկություն ստացեք։ Առաջի հայցի մասին էր խոսքը։ Հայցադումի մասին էր խոսքը։ Մինչև հայցի ներկայացումը։ Լավ, հայցադումի ներկայացնից չունեք ինֆորմացիա, երբ ստացաք։ Այս պահին մենք հարցում ենք իրականացրել, որ իմանանք այդ գործարքի հանգամանքը։ Հարցում օնլայն չեք նստում նայում։ Օնլայն նայում ենք, պարոն Սարգսյան, բայց երևում է, որ այս գործարքը իրականացվել է, բայց դրա հանգամանքը, այսինքն մենակ այդ գործարքով չէ, այս անձը նվիրել են հանգամանքները գործարքի։ Ինչ է նշանակում հանգամանք։ Դուք մտնում եք ռեգիստրի տեխնիկան կամ ձեր ստված տիրույթ, գրում եք 1-2 ակրո, երևում է, որ կա նվիրատվության պայմանագիր եւ գրանցված փաստ։ Ես հաջորդին կներկայացնեմ ձեզ փաթեթը, որ մենք տվել ենք դատախազությունը, առնվազն 2 տարի առաջ գիտեք, բայց ներկայացված դիրքորոշման մեջ ուղղակի նշել եք, որ բիզնեսները բաժանել եք եւ օտարել եք իսկական ձեր երկրորդ։ Հայց ներկայացնելիս ռեգիստրի հասանելի տվյալները համացանցի միջոցով հասանելի տվյալները չեն ստուգվել։ Ինչը որ դուք ունեցել եք պետռեգիստրի, չեն ստուգվել, հայցադում եք ներկայացրել, հետո պարզել եք, այդ հետո պարզելու պահն է դատարանի համար հետաքրքիր, երբ եք փաստացի իմացել, որ այլ անձ է օտարվել, այլ անձ է տիտղոսային սեփականատերը։ Ասացիք հարցում եք արել, երբ եք այդ հարցում արել։ Այս բանը չեմ կարող ասել։ Հայցի ներկայացումից հետո եք արել հարցում։ Հայցի ներկայացումից հետո։ Լավ, ներողություն թատելու համար ինչ-որ հարց կար ես մասը։ Ես ուզում եմ իմ առարկությունները ներկայացնեմ դատախազության դիրքորոշման, որ հաջորդ նիստին գնան մի հատ նայեն ինչ պետք է լինի, որովհետև խնդրում եմ, որպեսզի դատարանը այս հանգամանքին անդրադարձ կատարի, որովհետև իրականում այդ ընկերությունը պատկանում է երկրորդ եւ իրականում զրկված է որևէ ձևով այգի գործության խնամելու, արկային միջոցներ ներգրավելու, այգին խնամելու համար։ Ես եթե ինչ-որ մի բան եմ արել, ինձ վնաս կլինի, դա ապարզա, ես ընկրում եմ ամբողջ ռիսկը, բայց տվյալ դեպքում ես արդեն եղբորս եմ վնասում արգելի դատարան, որովհետև արգելանքի ինքը ֆորմալ արգելանքի տակ չի սենց ասել, որովհետև ռեգիստրը մեջ չգիտի ինչ անի, ընդեղ գրած է արգելել Մարիանա Մկրտչյանին եւ Արմեն Սարգսյանին անունը է արգելվել, բաժնի մասի տնօրենման ուղղված գործողություններ կատարել, հարկադիր կատարած ծառայություններ չգիտի ինչ անի, բոլորի մոտ սենց անհասկանալի վիճակը, որտեղ երրորդ ամսի է պատկանում եւ պատկանել։ Ուղղակի խնդրեմ միջնորդությունը շուտ։ Բայց փաստացի արգելանքի տակ է բաժնում։ Այո։ Ավիդական ամենասկը, որ եթե իսկապես այդ հարցումների արդյունքում պարզանալու նվիրատվությամբ օտարված մասնակցությունը, օրենքի իմաստով դա այդ մասնակցությունը դերևս շարունակում է ձեզ պատկանել, քանի որ անհատույց է փոխանցվել։ Դա հայցի շրջանակներից դուրս է, եթե համապատասխան միջնորդություն կունենաք, քննարկվի բանները։ Այդ հայտարարությունը որևէ գնահատական դատա չի տալու։ Ուրեմն ինչ վերաբերում է արագացված դատաքննություն կիրառելու միջնորդությանը, այդ եւ նախորդիվ ներկայացված միջնորդությունային դատարանը
առաջիկայում կանրադառնա, լուծում կտրվի դատական ակտով, գործի քննությունը ոչ աշխատանքային ուրեմն ժամի չշարունակելու անհրաժեշտությամբ պայմանավորված հետաձգվում է եւ դատարանը նշանակել էր արդեն նախնական դատական նիստ, հաջորդ օրը պարզապես վերհիշենք մարտի 18-ին ժամը 10-ին նշանակված է համարվում է պատժել ստանձնված նիստը հետագայում հատուցվում